Արինայինք թանգարաններին այսօրվա, հա, 5:30-6-ին է փակվում բոլոր թանգարանները, այդ նշանակում որ եթե դու աշխատող ես, առօրյայում դու երբեք չես կարող գնաս թանգարան, շաբաթ-կիրակի էլ մեծ հաշվով չես ուզի գնալ։ Դե այն որ քաղաքում քայլում ես, տարբեր բաներ նայում ես, մենակ քաղաքում չեն տանում Հայաստանում, հասկանում ես, որ շատ տեղեր ընդհանրապես համակարգերի բացակայություն կա, որտեղ միտեղ լույսը մի ձև է դրած, միտեղ քարը մի ձև է խփած։ Ղեկավար պաշտոնը Իրանից հենց էտա չի ընդհանրում ամենախելոք լինելը, բայց ընդհանրում է ամենահամակարգող լինելը, այսինքն դու հաջողում ես, որովհետև քո շուրջ հավաքել ես մարդկանց, որոնցից չես վախում, որոնցից գիտելիքներից չես վախում, ու ոնց որ իրանք էլ նույն ձևի չեն վախում քեզնից։ Հիմա ընտրություններից առաջ TikTok եթե մտնես, AI ինֆլուենսերներ կան արդեն քաղաքական, մեկը Փաշինյանը ռեկլամանում, մյուսը, չգիտեմ, Կարապետյանին, ու որ դու կոմենտները բացում ես, նայում ես, մարդիկ չեն հասկանում, որ դա իրական չի։ Դեռ մեր մոտ այդ արխայիկ համակարգն է նրա, որ եթե դու ուզում ես ինչ-որ բան պետության հետ անես, դու պետք է գտնես ձևեր պետության հետ հանդիպելու, որտեղ իրանք շատ ժամանակ դրա ժամանակն էլ չունեն։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի ուրն է Ռամբալկոշեի հիմնադիր Վահան Ստեփանյանը։ Վահանի հետ զրուցել ենք հանրային տարածքներից, օնլայն եւ օֆլայն աշխարհների տարբերությունից եւ ինչ ուղղությամբ այդ ամեն ինչը զարգանում մեր կարծիքով պետական ռեսուրսից, մշակույթից, թանգարաններից եւ այլ հետաքրքիր թեմաներից։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ եթե հավանում եք, կարող եք լայքել։ Բացահայտեք հարմարավետության եւ էսթետիկայի նոր մոտեցումներ Futurist Architects-ի հետ։ Այստեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ստեղծելով գեղեցիկ միջավայր իր հաճախորդների համար։ Futurist Architects, կերտելով ապրելակերպ։ Ոնց ես։ Լավ եմ։ Մեր վերջ ոդկասթից անցել է համարյա 5 տարի Հաճեմ, պատրաստ։ 5 տարի այո։ Հուլիսի նաեւ 2021 թվականին։ Անոդնեք 5 տարի, որտեղ սա հուլիսը, այսպես ու կհասնենք հուլիսին, հենց որ 5 տարի։ Հա, մինչև հուլիս մնացել է 2 պատերազմ։ 2 պետերոս եւ 3 գլոբալ այո։ Որը շատ խառնալի է։ Աթարն այո, այս 5 տարին բան էր, էդ էլ է լավ բան, որ այս 5 տարին ոնց որ պանդեմիայի մյուս տարին ելներ, ոնց որ պանդեմիայի մեծ արձագանք էր, հա, ինչ որ մեծ արձագանք է պանդեմիայի, որովհետեւ տենց աշխարհը համենայնդեպս չէր կանգնել իմ կյանքում։ Կանգնել էր լրիվ։ Հա, ես ընկեր ունեի, որը որ իր մահվան եւ բանտարկված լինելու ռիսկով նկարում էր ինչքան որ կարողանում էր ճանապարհորդում էր այդ օրերին ու նկարում էր դատարկ քաղաքները։ Հիմա որ նայում ես, հաշվի առնելով որ 5 տարում նայում ես ամբողջ AI ու մնացածը զարգացավ, հիմա որ նայում ես տպավորությունն որ ինչ-որ մեկը սարքել է, էլի ուղղակի, բայց հենց տենց էր ու ես հիշում եմ որ ինքը ուղարկում էր դա շատ մեծ ֆոտոպրոյեկտ, բայց որ ուղարկում էր համանհավանական էր թվում, հատկապես մեծ քաղաքների դեպքում, հա, չեմ հիշում Նյու Յորքը կար, համոզված եմ Լոնդոնը կար, բայց մյուս կողմից էլ այնքան այդ իրականության մեջ էինք ու այնքան ամեն ինչը անորոշ էր, որ ենթադրում եմ, որ այդ 5 տարին հենց այս անորոշության նարատիվն էլ բրդեց, էլի, այսինքն եթե 5 տարի առաջ մարդիկ պլանավորում էին, հիմա էլ չեն պլանավորում։ Հա, ես օրինակ հիմի պատմում եմ, մտքում եմ մտածում, որ այս 5 տարվա մեջ 5-6 տարվա մեջ ես մի բան սովորեցի, որ միշտ խառնա։ Շիլնում այդ Միշտ խառնա ալնելու, էլի։ Այս ու մարդիկ էլ ոնց որ քանի որ տեսան այդ ձևը ու տեսան որ ոնց որ դրանից չեն մահանում, անունը տենց դնենք, չպլանավորելուց չեն մահանում, այ տենց անունը դնենք։ Մարդիկ սկսեցին առասարակ իրանց վարքը, ժամանակը, գործը, ամեն ինչը այսօրով ու հիմայով անեն, էլի։ Նրա համար այդ մի կողմից դարավ լավ, որովհետև ոնց որ մարդկանց այդ շփումը դարավ ավելի հեշտ ու արագ, բայց մյուս կողմից դարավ վատ, որովհետև չեն կարողանում պատասխանեն քեզ լիքը տեղերում ինչ եք անում, ինչի եք անում։ Այդ բոլոր հարցերը դառան ինչ որ երկրորդական էլի իրենց ձևերով։ Այն որ գիտես ինչ էին անում այդ 90-ականների 2000-ականների սկզբին կլորավուն դիզայները, գadgetների, բաների ու մի հատ տես թես կա այն ժամանակ մենք հավատում ենք որ ապակա կգա ու ապագան ինչ որ մի ձև պատկերացնում ենք որ սենց հալնելու թռչող ավտոներ, կլորավուն ֆորմաներ, տենց հետաքրքիր ինչ որ սպասումներ կար, բայց այսօր ինձ թվում է մարդիկ էլ չեն սպասում որ ապա դա օրինակ որ ասենք 10-20 թեկուզ 90-ականների 2000-ականների թերախոս բան ամեն ինչ այնքան տարբեր ֆորմաների էր գունավոր էր ոնց որ հետաքրքիր էր ինչ որ ներքին
թե այդ հեռախոսը վերցնողի, թե հեռախոսը արտադրողի մեջ մրցակցություն կար, հա, ու ավելի ինչ որ բան կանի, իսկ հիմա որ բոլոր հեռախոսները դնես իրար կողք, չես տարբերի որը որ բրենդի է, այսինքն այդ ունիֆիկացիան էլ է ինչ որ շատ հետաքրքիր ձև ընդունել, որտեղ որ այդ զգացումն է, որ ամեն ինչը ինչ կա, եկել է հասել է իր սահմանին։ Հիմա նույն հեռախոսը, հա, ինչքան ժամանակ է արդեն բոլոր հեռախոս արտադրող ընկերությունների մոտ ներքին պատերազմը մի քանի մեգապիքսել ավելի մեծ կամերա, ավելի լավ կամերա անել, ավելի ինչ որ ավելի խիտ էկրան անել, ինչ որ AI-ի, ինչ որ բաներ են փորձում ինտեգրեն մեջը, բայց այդ նույնն է մեծ հաշվով։ Այսինքն եթե ես ֆոտո անեմ 3 տարի առաջվա հեռախոսով ու հիմիկվա հեռախոսով, ես ինքս դրա տարբերությունը չեմ տեսնի։ Նույնիսկ ֆոտո անելու շատ ժամանակ չեմ տեսնի, եթե ազնիվ լինենք, հա, կարող ինչ որ մանր բաներ կա։ Ու այդ դրա օրինակով կարելի է հասկանալ, որ շատ բան է եկի հասել ինչ որ մի կետի, որտեղ որ պետքա նոր այդ գմփը լինի, որովհետև այդ սովորաբար տենց է լինում, այսինքն ներքին ինչ որ կարիքներ են, որտես օրինակ հիմա այդ նույն ակնոցները, հա, որ կամերան արդեն չի հերիքում հեռախոսի վրա ու արդեն որ երրորդ բրենդն է ակնոցների, Մետայի, ինչ այդ Ray-Ban-ի ակնոցները ու տենց անվերջ ակնոցներ փորձում են ինչ որ ձև ավելի ինտեգրեն քո աչքին մոտ։ Հիմա ինչ որ կետից են կողմ արդեն այդ ոսպնյակները, որոնք նկարելու են, դառնալու է շատ բան խոսակցություն, ուղղակի հետաքրքիր է, թե այդ հեղափոխությունը բոլոր հնարավոր տեղերում որտեղ է լինելու։ Նույնիսկ մարդկային շփման հեղափոխությունը, որովհետև մենք ոնց որ տեսանք հակառակը, ոնց հայտնվեց ինտերնետը, ոնց հայտնվեց ամեն ինչը ու ոնց շփումը օֆլայնից դարավ օնլայն։ Հիմա ոնց որ էդ էլ չէ, գալիս է իր պիկին, այս անվերջ արագությունները վիդեոների, TikTok-երի, Instagram-ների եւ այլն ու գնալով օֆլայնը որպես luxury շքեղություն, հա, քննարկվում է որպես նոր ֆորմ ու այդ շատ հետաքրքիր է առնելու որ հանկարծ ես օրինակ տեսա նույն մեր բակում ոնց PlayStation-ը հանեց 1-ը, 2-ը, ոչ բոլորը, հետո 5-րդից հետո ոնց որ բոլոր երեխեքը խաղացին, մեկ էլ չկար ոչ մի նոր բան ու ոնց որ հետ սկսեցին իջնել բակ։ Հիմա երեխեքի դեպքում այդ տենց եղավ, մեր դեպքում այդ մի քիչ ուրիշ ձև է լինելու, բայց մենք հոգնելու ենք այս ինչը որ կա, իր բոլոր ֆորմաներով հոգնելու ենք AI մի քիչ ավելի զարգանա, այդ ստի ու ճշտի իրականության ու աներգիշենը, որ ավելի ջարդվի, ավելի արագ լինի, ավելի առօրեական լինի, հա, դու կարիք չունենաս հիմա օրինակ մարդիկ դեռ փորձում են իրար սովորացնեն պրոմպտեր գրել, ինչ սերվիսներից օգտվել, անդադ նոր բաներ ալնում, բայց այդ շեմն է որ ջարդվի, դու ուզելու ես հետ գաս ինչ որ մի հատ կետի, որտեղ որ դու սենց կարող ես մարդուն տեսնել ու իր հետ շփվել։ Գիտելիքը ուժ է, հատկապես երբ խոսքը վերաբերվում է ձեր կենսաթոշակային խնայողություններին։ Ամունձի Ագբան կարևորում է թափանցիկ տեղեկատվության հասանելիությունը, որpիսի դուք հասկանաք, թե ինչպես են կառավարվում ձեր կենսաթոշակային ֆոնդերը։ Այդ իսկ պատճառով թափանցիկությունը ու իրազեկ ներդրող կրթելը իրենց առաքելության մի մասն է։ Այցելեք amunzi.agba.am տեսնելով ամեն ինչ նրանց հավասարակշռված, պահպանողական եւ կայուն եկամուտային ֆոնդերի ներդրումների մասին։ Մանրամասն բաշխվածություններով ըստ ոլորտի, տարածաշրջանի, արժույթի եւ վարկանիշի։ Նրանք հրապարակում են եռամսյակային հաշվետվություններ եւ ամսական տեղեկատվական թերթիկներ շուկայական տեղաշարժերի մասին ֆոնդերի կառավարիչների փորձագիտական մեկնաբանությամբ։ Համեմատեք 3 ֆոնդերը նախքան ընտրելը։ Վերահսկեք ձեր ֆինանսական ապագան պարզ, ազնիվ տեղեկատվությամբ։ Իմացեք ավելին amunzi.agba.am կայքում։ Դե կարելի ասել այդ շեմը արդեն համարյա ջարդել է։ Հա, մեծ հաշվով ուղղակի հələ այդքան համատարած չի, այսինքն հələ Instagram-ի ֆիլտրի մակարդակի չի։ Հենց հասնի այդ մակարդակի, որ ցանկացած մարդ կարա ուղղակի սենց առօրյայում պատտի ու մուզի ինչ ուզի ոնց ուզի անի, իսկ այդ բառացի մի քանի տարվա կամ տարվա խոսակցությունը բանն է, այդ Will Smith-ի սպագեցի ուտելու վիդեոների քրոնոլոգիան է, որ տենց երևում է ոնց է փոխվում։ Հիմա արդեն չես ջոգում, որ հա, հիմա էլ չես ջոգում, բայց հիմա դեռ ոնց որ մարդիկ են, այսինքն ինչ մասնագիտական բաներ ձիրքեր պետք է ունենաս։ Մի քանի տարի հետո որ էդ էլ վերջանա, մարդիկ էլ չեն ուզելու օնլայնում ժամանակ այդքան անցկացնեն։ Այսինքն բարձ է ինչ որ մի քանակ կուզենա, որովհետև այդ հեշտ է ու այդ միշտ է աշխատում, ոնց որ հերոստացույցը դեռ այսինքն ինչ որ համատարած բնույթ կունենա։ Բայց մեկը գիտակցության նոր ֆորմաներ կգան։ Հիմա մենք այդ համատարած, այսինքն մենք ինքներս էլ ենք դեռ այդ ամեն ինչի մեջ, օնլայնի մեջ։ Ես համեն դեպս սկսել եմ դուրս գամ դրանից։ Դե հենց այդ ասամիկը դանդաղ գնում է։ Տարուց ավել Facebook-ը ընդհանրապես չեմ օգտվում, Instagram-ը շատ սահմանափակ է, LinkedIn-ից չեմ օգտվում,
LinkedIn լրի վախվեր ուրիշ Հա, LinkedIn-ը ես չհասցրի նույնիսկ այդ տրանսֆորմացիան բռնեմ։ Այսինքն մի սկզբում ինքը ուղղակի տենց քեզ ներկայացնելու հարթակ էր, իսկ հիմա ուղղակի դարել է տենց կարևոր տեղ քո ու հաջողությունների գործնական պատմելու, որը որ չի ընկալվում։ Դու դուրս կգաս, կարծում եմ, նաև այն ժամանակ, երբ որ օրինակ նույն այս ոդքասթները լինեն օֆլայն ու լիքը մարդ կա դրան։ Դե մենք անցած տարի օֆլայն երկու հատ արեցինք ու շատ մարդ եկավ։ Ուղղակի համատարած ամենօրյա ռեժիմով մարդիկ ուզենան գան, այսինքն մենք այսօր այդ թեման մենք այսօր մի հատ միանգամից ունենք առհասարակ այդ մարդուն այլընտրանք տալու ինչ որ ձև իրան ընդեղից հանելու, այսինքն մարդասպան մի տարի առաջ մենք բացեցինք համայնք, որը անունը Lifelong Learners, ու ինքը փակ համայնք է, որը հիբրիդային համայնք է, համ on-line, համ offline event-ներ կա, ու ինքը դանդա իրավ տեսակով, այսինքն տենց արագ շարժվող ֆիտ չկա, որ անդադ մարդիկ եսի մինչև կիսվեն, ու ինքը գնալով դառնում է շատ ավելի հետաքրքիր ու շատ ավելի հոգեհարազատ ֆորմատ, քան սոցցանցերն է։ Ինչի որտեղ սահմանափակ քանակությամբ մարդիկ են, ով որ ունեն ինչ-որ արժե համակարգ, որ իրար հետ կիսում են ու իրար հետ ֆիզիկապես հանդիպում են։ Ինչ-որ իվենտներն անում, ոնց օրինակ դուք անում եք Ռամբալում։ Հա, ես հասկանում եմ ինչ ես ասում, ու այդ տենց էլ պետք է լինի։ Այսինքն այդ շատ տրամաբանական է, որովհետև եթե նայում ես նույն ինտերնետի ամբողջ ընթացքին, ամենայն դեպս հասանելի ինտերնետին, հա, ինչ որ առավելես հասանելի Հայաստանում, շատ են անգամ տարօրինակ բան էինք խոսում, որ սկզբում կային տարբեր ֆորումներ ու չաթեր, որտեղ մարդը իր անունը ու ավատարը փոխում էր։ Հա։ Չէ, այսինքն ինքը ոնց որ ուզում էր նոր մեկը իրան ստանար այդ on-line համակարգում։ Հետո հայտնվեց այդ նույն Instagram-ներն ու Facebook-երը, որոնց հեղափոխությունը կայանում էր նրանում, որ մարդը ներկայանում էր արդեն ոնց կա։ Հա։ Ու ստացվեց, որ երկու փուլն էլ անցանք, այսինքն համեն որ դու թաքնվում ես ինչ որ մի բանի հետևը, համեն որ դու չես թաքնվում։ Բայց հիմա զուգահեռ նրան, որ մարդիկ on-line սկսել են հրաժարվել, նաև երրորդ տենդենսն է սկսել, որ այն բանի Բրյուս Ուիլիսի ֆիլմը տեսել ես, Սուրրոգատ էր ոնց որ ինքը տանը նստում է, իր ռոբոտը գնում է լրիվ ուրիշ դեմքով, լրիվ ուրիշ ձևով։ Մետա իրականություններ էլի տարբեր։ Հա, հիմա նայ AI-ի միջոցով մարդիկ կարողանում են իրենց համար ինչ-որ fake ավատար ստեղծեն, որը շատ մարդիկ իրականությունից չեն տարբերում։ Նայ օրինակ հիմա ընտրություններից առաջ TikTok եթե մտնես, AI ինֆլուենսերներ կան արդեն քաղաքական, չգիտեմ, մեկը Փաշինյանը ռեկլամանում, մյուսը, չգիտեմ, Կարապետյանին, ու որ դու կոմենտները բացում ես, նայում ես, մարդիկ չեն հասկանում, որ դա իրական չի։ Մոտիկ չեն հասկանում, ինչի՞ էլ, մինչև այդ ինֆլուենսերները, որ կային ուղակի բան, հայ աղջիկի ձևով աղջիկների սարքած ինչ-որ կիսամերկ ձևերով, որ տակ ուղակի մտնում ամոթանք էին տալի։ Հա, ու հիմա ոնց որ մարդիկ կարան AI-ով իրենց համար տենց սուրրոգատներ սարքեն ու իրար հետ on-line շփվեն առանց իմանալու հետևը ինչ մարդ է, տղամարդ է, կին է, մեծ է, չգիտեմ, ավել քաշ ունի, նիհար է, ով է։ Նա այստեղ դրա համար էլ ոնց որ այդ երկու կողմա կիսվելու իմ կարծիքով, այսինքն մեկը չի կարա երբեք on-line-ը վերանա, հա, կամ չի կարա AI-ը վերանա, այդ ամեն ինչը ինչ որ մի հատ զարգացման ճանապարհ ունի։ Մյուս կողմից ոնց որ մարդիկ, ովքեր որ կարողանալու են այդ գիտակցությունը ունենան ու այդ սեփական անձի հանդեպ ինչ որ պատասխանատվություն ունենան, իրենք փորձելու են դրանից դուրս գալ։ Այսինքն փորձելու են ինչ որ նոր հետ գնան, ինչ որ մի իրականություն նորտեղ գտնեն, նոր ֆորմատներ գտնեն շփվելու, հա, նոր ձևեր գտնեն առասարակ իրար հետ լինելու, որովհետև ինքը շատ տրամաբանական է, այսինքն կար մի բան, հետո հայտնվեց ուրիշ բան, փոխարինեց նրան, հա, ու մենք ոնց որ հիմա 0-ից փորձում ենք ստեղծենք։ Դրա համար էլ այսօր շատ երկրներում խոսում են անընդհատ այդ տարածքների մասին, որտեղ որ մարդիկ առասարակ, այսինքն այդ հարցն են տալի, ոնց որ մարդը ինչ ունի քո երկրում անելու, բացի հաց ուտելուց, հա, օրինակ բացի լավ ռեստորաններից, կաֆեներից ու տեղերից, ու նույնն էլ այստեղ մենք այդ հարցը մեզ շատ ենք տալի, ինչ են անում։ Ու առավելևս այդ հետաքրքիր է, որ մի կողմ մեզ, հա, մենք ամեն մեկս կկարողանանք ինչ-որ մի համայնքի բան անել, մեր ունենք էլ նաև, հա, 6 հաշվով 10 տարի, 5 տարի, այս սրանք ինչ-որ ժամկետներ են։ Մենք խոսում ենք նաև այդ առումով աշխարհում էլ են շատ քննարկում այդ 20-ից 30 տարեկան ընկած հատվածում մարդիկ, ովքեր որ ծնվել են արդեն ինտերնետի ժամանակ ու տեսել են մենակ այդ, ու տեսել են այս հեռախոսները, որ մենք հիմա ունենք, ուրիշ բան չեն էլ տեսել մեծ հաշվով։ Ու ինչն է հետաքրքիր, որ իրանց մոտ էլ կա այդ մողումը նրա, որ դուրս գան, այդ միտումը նրա, որ դուրս գան ուղակի այդ դրանից, բայց իրանք չգիտեն ինչ անեն։ Հա։
ուղղակի չգիտեն ինչ անեն։ Առավել եւս մեր իրականության մեջ, ուրիշ իրականություններում, ուրիշ երկրներում կախված դրանից թե այդ ինչքան զարգացած է, այդքան ավելի մեծ հնարավորություններ կան, սկսած չգիտեմ, մեծ այգիներից վերջացած մեծ գրադարաններով։ Մեր մոտ այդ չկա, ես օրինակ միշտ հարցնում եմ, ինչ են անում, քեզ եմ հարցնում, ինչ են անում 20-ից 30 տարեկանները Հայաստանում։ Բացի նրանք ովքեր գնում են կրթվելու, հա, ինչ որ մի ժամանակա տեղ են անցկացնում կամ մնացած ժամանակ այդ դրա ոնց որ դասերն են անում, գնում են ինչ որ չգիտեմ, սրճարաններ, ռեստորաններ, Դե ինչ որ ընկերոջ կամ ընկերու տան տուն տուն, գնալը, չէ, կաֆեն, տուն, սրճարանները, սրճարանները, ջիմը, էդ էլ շատ ման, բայց լավ, շատ քիչ է։ մարզասրահն էլ դեռ այդքան համատարած բան չունի, որովհետև ունենար մեր մոտ ավելի շատ կլներ էլի դրանք։ Մի այդքան 100 շատ չի։ հոգել առատները վազում է։ Հա, հեծանիվել ենք քշում, ոնց հասկանում եք այդ բանից, բայց մեկը դրանք ինչ որ տես լրիվ ենթա մշակույթներ են, էլի, մեծ քանակը, Մենք հա, մեծ քանակը, որ ասենք, չգիտեմ, գնում է այդ բոլոր մարդիկ, որոնք գնացել էին Թաթայի համերգին հրապարակ, հետո ինչ են անում։ առավոտվա վազողները այնքան քիչ են, որ սաղս իրար գիտենք։ Հա, բոլոր տեղերում իրականում այնքան քիչ է, որ բոլորը գիտեն, այսինքն այս ցանկացած բանից ռեստորանից ու սրճարանից դուրս զբաղմունքով զբաղվողները իրար բոլորը գիտեն։ Գրողները բոլորը իրար գիտեն, վազողները իրար գիտեն, երաժիշտները իրար գիտեն, ու այդ չի զարգանում։ Հա, Այսինքն մենք վերջի շրջանում ոչ մի պայմանական նոր ջազ կլուբ չի բացվել։ մի հատ չէր բացվել։ Դե բացվեց, փակվեց ինչ որ մանր բաներ, բայց ինչ որ տենց էական բան, որ բացվեր ու ազդեր մշակույթի վրա, նույնքան օրինակ ինչքան Ուլի Խանյանը, տենց չի բացվել։ Ռոք կլուբ, ռոք երաժշտություն, չէ, նույնիսկ այն նրանք, որոնք բացվել է, փակվում են, նույն օֆիսը կամ նման տեղեր, որոնք որ կան, հա։ Այդ նրանից չի, որ այդ նրանից է, որ ինքը մնում է այդ ենթամշակույթի մեջ։ Այդ նրանից է, որ ընդհանուր նարատիվներ չկան այդ ժամանակ անցկացնելու։ Հա, հիմա այդ թե պետական, թե մասնավոր։ Բայց բանը գիտես չէ, ուսումնասիրություններ կան, որ այտենց մենակ մեր մոտ չի համատարածա ու երիտասարդները նաև չեն խմում։ Հա, շատ բաներ էլ չեն անում, բայց այդտեղ էլ հարց է գալի, որ այ ուրիշները այդ հարցը իրանց տալիս են, լավ, երիտասարդները էլ չեն խմում։ Բայց մեկը ասոցիալ չեն, այսինքն շարունակում են ինչ որ ձև լինել մաս, հա։ Բա ոնց անենք, ու այդ հարցերը տալիս են թե մասնավորները, թե պետականը, բա ոնց անենք, որ իրանց ներգրավենք, ում առհասարակ պետք է, թե չէ։ Թե ուղղակի արենք մենք այդպես մնալու ենք on-line-ի տիրույթում, որտեղ որ հերթական թակավորը ինչ ասի, այտենց էլ շարունակելու ենք անել, այսինքն դրան էլ հավատալու ենք, որովհետեւ դա ամենահեշտ ու արագ ճանապարհն է։ Դե բանը, չգիտեմ, սուպ խմբեր են բացվում տարբեր։ Այդ հարցը, օրինակ, այս վերջերս շատ ենք խոսում, ոնց անես, որ 20-ից 30 տարեկանը ուզենա ինչ որ բան անի առհասարակ, որովհետեւ դու կարող ես հենց խոսես, մտածես, անես, ու ինքը մեկը չգա։ Օրինակ այդ հարցերը որ կա, ինքը հենց նենց չի, որովհետեւ այդ ավելի այն կողմ էս էլի գնում առհասարակ, չգիտեմ, իսկ այդ պետք է, թե չէ։ Կարող այդ ոչ մեկին պետք չի։ Ուրիշ ձև ինչի է պետք։ Այսինքն ինչի է պետք, որ մարդիկ հավաքվեն։ Ինչ են պետք բաց տարածքները, ինչ են պետք ալտերնատիվ ժամանակ անցկացնելու ձևերը։ Ակվա բիզնես ակումբը բիզնես համայնք է, որը հնարավորություն է տալիս ակումբի անդամ ընկերություններին ընդլայնել իրենց գործարարական կապերը, մասնակցել բիզնեսին առնչվող թեմատիկ քննարկումներին եւ միջոցառումներին, ստանալ հատուկ առաջարկներ իրենց բիզնեսի կարիքների համար։ Ակումբի անդամները հնարավորություն ունեն տեղեկանալ տարբեր ոլորտների տեղական եւ միջազգային փորձից, զարգացման տենդենսներից, քննարկել իրենց ոլորտին առնչվող ամենաարդի խնդիրները համապատասխան կառույցների, ներկայացուցիչների, միջազգային եւ տեղական խոսնակների հետ, ինչպես նաև ստեղծել նոր համագործակցություններ։ Ակվա բիզնես ակումբի անդամ կարող են դառնալ Ակվա բանկի հաճախորդ հանդիսացող կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 3 աշխատակից, տարեկան 100 միլիոն դրամից ավելի շրջանառություն եւ 6 ամսվա գործունեություն։ Ակումբի անդամ դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել բանկի sme.agba.am կայքում եւ լրացնել անդամակցության հայտը։ Թե նա մի քանի տարբերակ կա, օրինակ ժամանակին եկեղեցին այդ դերը կատարումները, երբ որ անծանոթները գալիս էին միտեղ հավաքվում են, մի 100 տարի առաջ, չգիտեմ։ Դե հա, այն ժամանակ այդ սովետական միությունն այդ տրադիցիան կորավ, դարավ մշակույթի տները։ Հա, մշակույթի տները դառան, կամ հրապարակները։ Հա, որոնք իրականացնում էին, եթե շատ խորանաս սովետական ռոպագանդա, որոշները կարողա չէ, չեմ կարող ասեմ բոլորն էին դրանով զբաղվում։ Անկախությունից հետո տես տեղից չկա, որ անծանոթների կարան իրար շփվեն, բայց
Դա իմ կարծիքով պետք է, որովհետև երբ որ դու մենակ քո bubble-ի մեջ ես, քո փուչիկի մեջ ես, ու չես դու զարգանում։ չես զարգանում, չես պատկերացնում ուրիշ մարդիկ ինչ կարան Ու մտածել։ դրա առումով էլ ինտերնետը գերագնահատված է առհասարակ, Հա, որովհետև մեզ որտեղ թվում է մեկա թե այդ քո ամեն ինչը փուչիկը կա, մեզ։ բայց ոնց որ երբ որ դու այդ ունես, դու իրան ոնց ես վերաբերվում, հա, որ դու ինչ որ խաղալիք ես ուզում, ունենում ես, դու էլ իրանով այդքան չես խաղում, դու ուղղակի իրան դնում ես կողք, իմանալով որ դու այդ ունես։ Չէ, դե ալգորիթմները իդեալական գործիքներ են փուչիկները Հենց այդ է, մեծացնելու։ ինքը սարքում է անընդհատ, քեզ նույնիսկ այդ պարտիկ, ովքեր որ ինտերնետում տարբեր վիդեոներ նայելով մտածում են, որ իրանք ինչ որ գիտելիք են հավաքել ինչ որ մի բանի շուրջ, հա, ու իրանք էլ կարիք չեն նույնիսկ այդ ֆիլմն են մտածում, որ նայել են, երբ որ նայում են ֆիլմից ինչ որ հատված, որ քեզ ցույց է տալի Instagram-ում, այսինքն այդ ինտերնետի գերագնահատումը պետքա հանվի։ Ես իրականում շատ sense հստակ օրինակ ունեմ, որը երևի դեռ դիմում եմ պետությանը, բայց ուզում եմ, որ մենք մի քիչ այդ օրինակով մի քիչ ավելի ուշադիր ու մի քիչ ավելի արագ լինենք մեր որոշումներում, որ խոսում ենք հանրային տարածքների մասին, պետք է պատկերացնենք իրանք ինչ ձևի են, հա, օրինակ նույն կասկադը ինքը հանրային տարածքը, ինքը իդեալական աշխատում է, չէ՞, միշտ կտեսնենք սեզոնին այնտեղ մարդիկ նստած, վերևը, ներքևը, ամեն մեկը իր ինչ որ, չգիտեմ, սուրճով, թեյով, գիտարով եւ այլն։ Բայց այդ միակ տեղն է, որը որ լավ մոտակա ժամանակ վերջապես այդ գեշտալտն է կփակվի, ինքնև կվերակառուցվի, կդառնա ինչ որ մի միավոր։ Բայց այդ նույն սերիայից օրինակ վերջերս էլ շատ ենք խոսում, որ հրապարակի ազգային պատկերասրահի շենքը որ կա, ինքը դա փակ քառակուսի շենք է, չէ, այսինքն ոնց որ ու մի կողմից որ նա ազգային պատկերասրահն է, հա, պատմության թանգարանն է, մյուս կողմից պատմության թանգարանն է, հետո այդ Չարենցի անվան այդ գրականության արվեստի թանգարանն է նույն շենքում, մյուս կողմից ֆիլհարմոնիկն է, իր այդ ամբողջ համակարգով այդ փոքր ֆիլհարմոնիայի դահլիճը, ու իր ներսում կա մի հատ բակ, մեծ բակ, որը որ ցանկացած ուրիշ իրականության մեջ, ոնց որ ենթադրենք նույն Վիեննայում է, հա, այդ ամբողջ թանգարանների կվարտալը, ուրիշ իրականության մեջ վաղուց կդառնար հանրային ու շահավետ կետ, որտեղից որ դու կմտներ մի թանգարան, դուրս գայր կմտներ մյուս տեղը, դուրս գայր համերգի, այսինքն անընդհատ այդ մեջտեղի տեղը նույնքան, որովհետև հրապարակը մեծ հաշվով նստելու, ժամանակ անցկացնելու հնարավորություն չի տալի։ Չի տալիս, հա։ Ինքը ուղղակի քայլելու, կանգնելու, շատրվաններին նայելու, պտտվելու ու դուրս գալու, հետո արդեն այն հետևի այգիներն են, որոնք էլ sense դանդաղ նոր դառնում են ինչ որ այգիներ։ Այդ տեղը, օրինակ, խոսելով, ու այդտեղ շատ տեղեր կան, կիսաթաքնված տեղեր, որոնք որ ուղղակի չեն ակտիվանում, բայց մեկը ես այդ հարցն եմ տալիս։ Լավ, հիմա մենք խոսեցինք, հա, սրա մասին։ Ակնհայտ է ինքը, ու այնտեղ նաև այդ թանգարանի պայեստային մասերն են, ենթադրում եմ, որ դա էլ կարա խոչընդոտ լինի, բայց դա կարա դառնա, ոնց որ դա կարա լուծվի, հա, ոնց որ մնացած պայեստային մասերը։ Բայց ինքը փաստացի հեսա։ Եկել հասել ենք այդ կետին, խոսում ենք դրա մասին։ Ես համոզված եմ, որ այս ոդքասթը կլսեն մարդիկ, ովքեր որ կապ ունեն դրա հետ։ Հիմա մյուս հարցն է գալի, այդ ինչքան արագ լուծվող հարց է։ Այսինքն, երբ որ խնդիրը բարձրացվում է, հա, ինչքան հեշտ կարելի է այդ հարցը լուծել։ Ու ամեն մեկը քաշելու է իր կողմ, որ այդ իմ բակն է, թե ոնց որ բոլորը հասկանալու են, որ այդ 4 միավորը եթե ունենա իր բակը, ըստ այդմ ոնց որ այդ տարածքը շատ ավելի հետաքրքիր կլինի ու մարդը միաժամանակ կգա մի քանի բանի։ Ոչ թե մի մուտքից կմտնի պատկերասրահ, դուրս կգա գնա պտտվի մյուս մուտքից կմտնի ինչ որտեղ ու այդ կդառնա իր ձևով համակարգ։ Տենց տեղեր մենք շատ ունենք քաղաքում։ Ու դրանցից շատերը հենց պետության ենթակայության տակ են։ Այսինքն դժվար չի լինի փոխելը, Դե որովհետև հենց այդ այդտեղ է իմ հարցը։ Այսինքն այդտեղ էլ մյուս ասելիքս է, որ երբ որ դու գիտես ինչքան արագ դու կկարողանաս այդ լուծես ու կուզես առհասարակ լուծել, թե չէ, որովհետև մեկի մոտ այդ հարցն է, այսինքն ընդհանուր պետությունը ինչ որ անում է, երբ որ ինչ որ բան չի անում, ինքը չգիտի դրա համար չի անում, թե չի ուզում դրա համար չի անում։ Լավ հարց է։ Որովհետև եթե այդ հարցի պատասխանը լինի, մենք կարող ենք մի քիչ ուրիշ ձևի վարք ունենանք առհասարակ այս երկրում ու պետության հետ, հա։ Հիմա նույն էս թեման իմացանք, լավ, եթե ինքը չի կարողանում, այդ վատ է։ Եթե ինքը չի ուզում, դա ուրիշ ձևի վատ է։ Բայց եթե ինքը չի կարողանում, ինքը պետք է կարողանա ոնց որ հասկանա, որ այդ նորմալ է, որ ինքը չի կարողանում, որովհետև ձերիգացիան ու առհասարակ ոնց որ ցանկացածս, հա, որ հավաքում ենք թիմ իր շուրջ մեծ փոքր, մենք ոնց որ հասկանում ենք, որ իմաստը այն չի, որ մենք ամեն ինչ կարողանանք, իմաստը այն է, որ մենք գտնենք մարդկանց, որտեղ որ ամեն մեկը կարողանում է ինչ որ բան ավելի լավ, քան դու։ Ուղղակի իրանց համախմբվելով ստանալ ինչ-որ մի բան։ Հիմա եթե ինքը չգիտի, իմացավ։ Եթե ինքը չի ուզում, այդտեղ ես խոսելու բան չունեմ։
Եթե ինքը իմացավ ու դրանից հետո ոչի բան չի փոխվում, այդտեղ էլ արդեն հարցերն են, որովհետև ոնց որ ինքը մտածում է, որ դա ինքը կանի, ըստ այդմ վերջի բոլոր տարիներում ինքը չի արել, այդ ուղղակի օգտագործում է որպես ինչ որ տենց կիսապահեստախառը, ինչ որ նման տենց կիսազիբիլանոց։ Պլյուս Լենինի, Արձանի, Իրանը մինչև հիմա այնտեղ է, Մարմինը մինչև հիմա այնտեղ է, տենց մեծ չափերի դրած է մեջտեղ ու այդ կարելի է նույնիսկ չհանել։ Կգրան շատ լավ ատրակցիոն Մի պահ լավ տարածվել էր այդ նկարները։ Դե մի քանի հոգի որ նկարեցին, հա, դրանից բան աղա, բայց այդ տենց հարցեր կան, որտեղ որ մտածում ես, որ համ դրա կարիքը կա, համ էլ մտածում ես, որ պետությունը այդ շատ լավ հասկանում է ու չի անում, որովհետև առհասարակ ինչ որ ստեղծագործ կյանքը սովետի ժամանակ դե հասցրել են այդ տենց էլիտար ինչ որ տենց հարթությունների, չէ, որտեղ որ կար չգիտեմ նկարիչների միություն, ճարտարապետների միություն, դու պիտի դրա մասը լինեիր, հետո դու դրա տուն էիր ստանում եւ այլն, այսինքն ամեն ինչը պետության տակ էր աշխատում։ Հիմա ոնց որ այդ համակարգը փոխվել է ու պետությունը մտածում է այդ մարդիկ ինձ պետք չեն, ես տենց եմ կարծում։ Մի բան ես չեմ խոսում նրա մասին, որ ես ինչի Հոբելյան է, եկեք նշենք օպերայում կամ նախարարը շնորհավորել է, ես ինչի ծնունդի կապակցությամբ, չէ։ Այդ չի արվում այնքան, ինչքան պետք է արվեր։ Ու նորից մասնակի ձևով շատ արդեն պետական կառույցներ կան, ում տնօրենները արդեն այնքան գիտակից են ու այնքան կարողանում են այդ ամեն ինչը անեն, որ ինչ որ ձևի այդ շարժվում է այդ համատարած չի, բայց ընդհանուր բանով խոսակցության մեջ այդ մեկը մինչև վերջ չի աշխատում ու ես կարծում եմ, որ չասեմ գիտակցված, բայց թող լինի անգիտակից այդ պետությանը պետք չի։ Այսինքն պետք են մարդիկ, ովքեր օրինակ կնստեն կմտածեն հանրային տարածքների մասին, որովհետև եթե լինի հանրային տարածքներ, չի պետք չի։ Նայ, հենց դա, եթե լինեն հանրային տարածքներ, առասարակ եթե ոնց որ այդ հանրային կյանքը, հա, 20-ից 30, հիմա մենք խոսում ենք, մարդիկ պետք է ավելի շատ շփվեն։ Եթե մարդիկ շփվեն ավելի շատ, ինչ որ նոր իդեաներ ու մտքեր կստեղծվեն ու առասարակ մարդիկ կխմբավորվեն, մարդիկ ինչ որ մի բանի շուրջ կհամախմբվեն, այսինքն լավ ասենց, դու ուղղակի տենց բոլորին սեպարացրել ես իրանց տներով, որտեղ որ անverջ այդ on-line աղբը թափում ես իր գլխին, որտեղ որ փաստացի բոլորս ուղղակի դառնում ենք ինչ որ մի կետից դրա զոհը։ Ու կառուցել գոնե այդ մակարդակով այդ թեման ինքը չի աշխատի։ Հիմա նորից եթե ես մասնավորեմ, ունենամ բիզնես պրոյեկտ, ես համոզված եմ, որ պետությունը կասի հա, ինքը չի ասի չէ, այսինքն ինքը մերժողական կամ ինչ որ ձևի փակելու հստակ նպատակ չկա, բայց հակառակը նպատակ նաև չկա այդ տարածքները սարքելու։ Ինչը որ արվում է, դրանք ավելի շատ արվում է այն, ինչ որ պետք է արվեր դեռ 30-40 տարի առաջ։ Բայց մտածում ես մարդկանց իրոք համախմբվելուն խանգարում է հանրային տարածքներ չունենալը։ Դե ամեն դեպքում այդ հարցը կա, չէ՞, որտեղ են մարդիկ հավաքվում։ Ոնց են մարդիկ շփվում, ինչի միջոցով։ Ես կարծում եմ, որ մեկա դու ինչ որ բաներ պետք է անես, որպեսզի դու բերես մարդուն այդ կետին հասցնես, որ ինքը հետո ուզենա շփվի։ Ոնց է օրինակ նույն շատ տեղերում Չնայած ֆիզիկական շփումը լրիվ ուրիշ մակարդակի է։ Դու իր խոսում ամենասկզբում դրա մասին, որ դու հավաքել եք ինչ որ ձևի։ Ինքը չի կարա երբեք փոխարինի on-line-ը դրան։ Հա, միանշանակ։ Որովհետև սեն շատ ավելի արագ է, շատ ավելի կոնկրետ է, դու ժամանակ չես կորցնում, դու գիտես, որ եկել ես սրա համար, ոնց օրինակ նույն շատ եվրոպական vibe-ը։ Հա, դե սենց է։ Շատ տեղերում չէ եվրոպական քաղաքներում գարեջրատները սենց ուղղակի երկար սեղան է։ Հա։ Ու վերջ։ Ու դու ուղղակի իրար հետ դες նստած ես, դու սենց տենենց ինչ որ ձևի շփվում ես, հարաբերվում ես, ինչ որ բան ես հյուրասիրում, ինքնահյուրասիրում, ինչ որ այդ ֆորմատի շփումը ինքը մնացել է նույն, այսինքն ինքը մնացել է նույն բանը, ինչ որ կար 100, 200, 300 տարի առաջ։ Ստեղ ոնց որ որտեղ են, դրա համար հետ եմ գալի այդ հարցին, ինչ են անում 20-30 տարեկաններ, ինչ ենք անում մենք, որտեղ ենք մենք առասարակ հավաքվում, շփվում, որտեղ այն որ գնում էր թատրոն, ինքը գնա թատրոն, այն որ գնում էր կինո, ինքը գնա կինո, հա, այն որ գնում էր մոլ նույնիսկ ինքը գնա մոլ, բայց մոլը նրա համար չի որ շփվեն։ Մոլը օրինակ նույնիսկ մոլի այդ ֆուդ կորտի մասը որ կա, ինքը նրա համար որ մարդիկ հերթ կանգնեն, սպասեն ով է սեղանը ազատվում, որ վազելով գնան իր տեղը նստեն։ Այսինքն ինքը այդպես կանվեր է, էլի իր ձևով։ Ու դրանից էլ ոնց որ այդ մեծ հաշվով բոլորին ձեր կա տալի, այսինքն արդյոք նրանց ովքեր որ հավակնությունն են ղեկավարելու երկիրը անկախ նրանից թե այսօրով ու վաղով կլինի։ Որտեւ ինչքան առանձին, այնքան միասնական կարծիք չկա, այնքան խոսակցություններ չկա։ Օրինակ մենք 1000 ու մի թեմայից ենք, չէ՞ խոսում։ Օնլայն մարդուն դժվար է վստահում, քան երբ որ կարող ես տեսնել։ Ցանկացած ձևի օնլայն մարդը քո համար մարդ չի։ Չէ, դե մարդա, բայց եթե իրան չես ճանաչում։ Եթե ճանաչում ես, գոնե ինչ որ ձևի ինքը տեղավորվում է արդեն քո հետ ընկալում, բայց եթե չես ճանաչում, ինքը քո համար դեռ ես օրինակ շատ ժամանակ, շատ համառորեն, եթե ինչ որ մեկի հետ պետքա թեկուզ անծանոթի հանդիպեմ,
շատ համառորեն իրան տանում եմ նրան, որ մենք սենց հանդիպենք։ Ֆիզիկապես։ Եթե նույնիսկ ասելիքս 5 րոպե է, անկախ ամեն ինչից, անկախ նայած նույնիսկ ինչ պետք է իրան ասեմ։ Եթե ինքը թե գործնականա, թե ուղղակի տենց ինչ-որ նախագծի շուրջ է, ուղղակի տանում եմ նրան, որ հանդիպենք, որովհետև հակառակ դեպքում նույն բանն է, այսինքն այդ on-line-ը ինքը իր ֆորմայով նույն բանն է, էլի անընդհատ։ Ինչի չեն անում, այդ շատ հետաքրքիր խոսակցություն է։ Տենց տեղեր մենք անդադ հիմա օրինակ կարող ենք նստել, հիշել, անվերջ, ուղղակի հիշել ոնց արվում, բայց մեծ հաշվով կարանք անունենք, որ դեռ, չգիտեմ, դրա ժամանակը չի եկել, որ հիմա զբաղված են բանակով ու առողջապահությամբ, բայց դրա համար է կա նախարարություններ, այսինքն ամեն նախարարություն զբաղվում է իր ֆունկցիայով։ Ինչի չեն սարքում այդ տարածքները, չեմ պատկերացնում։ Իսկ չգիտեմ, պետական ինչ-որ մարմինների հետ քննարկել ես այս հարցը։ Այս քննարկումները իրականում անդադ ոչ միայն մեր, այլ առհասարակ անընդհատ գնում են, այսինքն անընդհատ լրիվ տարբեր մարդիկ, անհատներ, խմբավորումներ անընդհատ այս խոսակցությունները տանում են, բայց բոլորի մոտ հարցը նույնիսկ այն չի, օրինակ ոնց է պետությունը ասում, հա թե չէ, հետաքրիր է իրանց թե հետաքրիր չի, բոլորի մոտ շատ հստակ է այն, որ պետությունը շատ դանդաղ է։ Շատ դանդաղ է։ Ու այդ ոնց որ միլիարդ բանից է կախված, բայց դանդաղ չի այն տեղերում, որտեղ որ իրան պետք է։ Նաև տենց նայենք, հա, որովհետեւ մի անգամ ոստիկանի մեքենայի մեջ նստած տեսել են ոնց է ինքը ճանապարհը ազատում ինչ որ դելեգացիայի համար։ Այսինքն այդ նույն ձևի, երբ որ ինչ որ իրանց պետք է, օրենքներ կընդունեն, կփակեն, կբացեն, կտանեն, կբերեն եւ այլն։ Եվ իրանց պետք չի այդ ամեն ինչը եկեք այս թուղթը գրենք, ստանանք այս ինչի թեման, այս ինչը տանենք ստեղ, այս ինչը ուղարկենք այնտեղ, այս ինչը բերենք, այսինքն այս այն ինչ որ դու էլ շատ լավ գիտես, էլի։ Պետական բյուրոկրատիա։ Ու այդ բյուրոկրատիա։ այսօրվա այդ բյուրոկրատիան ինքը մեծ հաշվով ոնց որ դրա մասին չի։ Այսօրվա իրականությունը դրա մասին չի, մենք ոնց որ բարձ հասկանում ենք, չէ՞ որ այն ամբողջ աշխարհի զարգացումը, որ մենք եղել է, մենք այդ ժամանակ մնացել ենք նույն կետի վրա։ Իսկ հիմա մենք դառել ենք ինչ որ անհասկանալի հիբրիդային տեղ, որտեղ որ մի կողմից կա այդ ամբողջ ինտերնետն ու այն ամբողջ նորը, որ կա, բայց մյուս կողմից մենք չունենք բավարար գիտելիքներ ու չենք ունեցել այդ զարգացումը, որպեսզի այդ տես տրամաբանական գանք հասնեինք ստեղ։ Ինչը իր հերթին ոնց որ մեկ տպավորությունա, որ ցանկացած այդ առիթից օգտվում է, հա, ինֆլուենսերը իր հերթին է օգտվում, որտեղ այդ գիտակցությունը չկա, պետությունը իր հերթին է օգտվում, այսինքն ոնց որ չփորձեն այդ բազան կառուցեն, որի վրա ոնց որ կարողանան թեկուզ ավելի շատ ու ավելի մեծ քանակի ծախեն ինչ որ մի բան էական չի, ինչ ավելի շատ մեծ քանակի բան անեն։ Դու շատ լավ գիտես, ինչքան երկար ու հա, բայց բազան կառուցելը ոչ միայն երկար, այլ նաև շատ բարդ համակարգ է, այսինքն շատ բարդ համակարգային աշխատանք է իրանից ենթադրում ու խոսելով նրանից, որ պետության հետ խոսել եք, այդտեղ ես մի հատ կարևոր կատարում ունեմ, մենք չպետք է խոսենք պետության հետ, պետությունը պետք է խոսի մեր հետ։ Ես տենց եմ կարծում, կամ մենք ընդհանրապես կարող ենք չխոսել պետության հետ, այսինքն մենք շարունակել մեր գլուխը կախ ինչ ուզել անելը, հարկերը վճարելը, ոչ մի ինչ որ կոնֆլիկտի չհրահարելը, անոտ տենց դնենք, չմանիպուլացնելը, բայց ես օրինակ հիշում նույնպես 18 թվականի ժամանակ նախարարներից մեկը այդտենց հավաքեց բոլորին ոլորտի ու հերթով հավաքում էր տարբեր ոլորտներից թատրոնի, կինոյի, բոլոր հավաքում էր այ հենց այդ բանը, ու բոլորը շատ տենց ոգևորված էին, որ վերջապես դու չես ոնց որ այդ հայկական թեման կամ պոստսովետական թեման, որ դու պետք է անպայման ինչ որ ծանոթներ խառնես, որ գնաս նախարարի մոտ քո ասածը առաջ բրթես, որ իրան էլ չէ, այս ամբողջ բանը որ չլինի, բյուրոկրատիկ համակարգը որ չլինի, ուրախացանք, որ վերջապես ինքն է քեզ կանչում, ասում եկեք խոսենք խնդիրներից ու այդ դրանով վերջացավ։ Ուղղակի խոսեցինք ու վերջացավ։ Նույնիսկ այդ մարդը որ եկել էր, որ այնտեղ գրառումներ աներ, քեսից քնել էր ուղղակի։ Տենց շատ լավ մոտս տպավորվել է։ Բայց ես կարծում եմ, որ ինքը այդտենց ինչ որ շատ մեծ համակարգեր պետք է լինի, այսինքն դաշտը դու բան ես անում, հետազոտում ես, մոնիտորինգ ես անում ու ասում ես, լավ, օրինակ ես ունեմ այսպես խնդիրներ, ես տեսնում եմ sense լուծումներ, կամ ես նույն լուծումներ չեմ տեսնում, ես ունեմ sense խնդիրներ ու դաշտում ես կան այս մարդիկ, իսկ այնտեղ արդեն այնքան այդ դաշտը փոքրացել, որ բոլորը բոլորին գիտեն, այսինքն ես չեմ կարծում որ նույն նախարարությունում բոլորին չգիտեն, հա, կամ նախարարության աշխատողները բոլորին չգիտեն։ Հավաքենք, քննարկենք, տեսնենք ով ինչ է ուզում անի, ով ոնց է ուզում անի։ Դանդաղը նաև այն պատճառով, որ անդադ գնում է այդ խոսակցությունը, որ իսկ պետության հետ խոսել եք, որովհետև ոնց որ լավ, հələ ես ասենք ունեմ այդ հնարավորությունը, խոսում եմ։ Ուրիշը ինքը չունի այդ հնարավորությունը, ինքը մնում է պայմանական դիմումի կամ ինչ որ տես մեկ պատուհանի կամ դու ունես այդ, հա, այսինքն մարդկա ունի, մարդկա չունի այդ հնարավորությունը։ Ու ինքը մնում է այն մյուս բանի դիմումի հույսին կամ հեռախոսի ինչ որ այդ մեկ պատուհանի հույսին ենթադրենք, հա, որտեղ որ փաս չի կընդունեն, չեն ընդունի ոնց կընդունեն եւ այլն։ Իսկ իմ ենթադրելով առավելից եթե խոսում ենք sense ինչ որ տես բանի մասին, այդ կանչին ասեն եկեք sense խնդիրներ ունենք։ Մենք ուզում ենք լսենք ձեր առաջարկները, որը որ
Էդ էլ է շատ հետաքրքիր, որը որ անպայման չէ, օրինակ, ասենք պայմանական խնդիր է այդ իմ ասածը, հա, այդ ազգային պատկերասրահի ներսի բակը։ Մենք ուզում ենք լսենք ձեր լուծումները, բայց հաշվի առեք, որ ոնց որ եթե պայմանական դու ինչ որ լուծում ես առաջարկել, մենք այդ լուծումը կարողա չենք անում քո հետ, այլ անում ենք Վարդգեսի հետ։ Բայց ասվեր նախ այդ թեման, երկրորդն էլ ընկալվեր, որ նորից հակառակը այդ մեկը չի լինելու, մնալու է այտենց կիսա պահեստային, կիսա ինչ որ բան, այսինքն այդքան արագ ու այդքան հեշտ պետք լիներ այդ հարաբերությունները իմ ընկալման պետության դեպքում, առավել եւս եթե մենք խոսում ենք ինչ որ մասին, ինչ որ մի ենթամշակույթի մասին, այս կամ մշակույթի մասին օրինակ, հա։ Այդ պետք է շատ արագ լիներ, որովհետեւ այսօր բոլորը գիտեն խնդիրները։ Մենք չունենք նոր համերգասրահներ։ Մենք չունենք նոր ոչ մի բան մեծ հաշվով մշակույթի տեղում, մենք չունենք նոր պատկերասրահներ, նոր համերգ, այսինքն այդ ամեն ինչը մարդկանց հավաքելու տարբեր բաներ են, չէ՞։ Ունենք մի հատ գաֆեսչան, որը վերջապես կվերջանա, բայց մի հատ գաֆեսչանը կամ մի հատ ազգային պատկերասրահ կամ մի հատ Փարաջանովի թանգարանը իրանք չեն հերիքում։ Չեն հերիքում որ։ Չէ, չեն հերիքում, գիտես ինչ առով հերիքում են։ Նրանք ովքեր հետաքրքրվում են, այդքանին հերիքում են։ Բայց մենք խոսենք նրա մասին ու սկսենք տանել արդեն այդ թեմաները, որ եկեք հավաքենք։ Այսօրվա, չգիտեմ, թանգարանները նեն չի որ այնքան տրաֆիկ կա, որ հա, հասկանում եմ ինչ, բայց եթե հանկարծակի որոշեն բոլոր մարդիկ վեր կենան ու հանկարծակի գնան ոչ միայն թանգարան, առասարակ այդ հանրային կյանքը դառնա հանրային կյանք, դուրս գա ինտերնետից, այդ ժամանակ չեն հերիքի։ Ժամանակ հա չեն հերիքի, բայց մենք այդ կետը Մատենադարանը մեծ հաշվով, երբ որ տուրիստական է, էլի շատ հարաբերական է հերիքում, որովհետև ոնց որ ինչ որ էքսպոնատի մոտ հերթ ես կանգնում, որ իրան նայես։ Այդ լավ է, բայց ոնց որ կարելի էր դրանից լրիվ տարբեր բաներ էլի ստանալ։ Չնայած մշակույթային հավաքվելու տեղերը մենակ թանգարանի կամ մատենադարանի կամ նման բաների մասին դրա համար հանրային տարածքները իրանց ձևով այդպես շատ կարևոր խոսակցություն է իր մասով։ Չգիտեմ, կլուբերը իրանց տեսակով ինչ որ օրինակ ստոպը եթե վերցնենք ժամանակին ինք ավելի շատ տենց մարդկանց հավաքվելու ծանոթանալու տեղեր, նփակը, չգիտեմ, Վանաձորում մենք տենց տեղեր ունենք, որ շատ կար տենց տեղեր, հիմա էլ կա շատ տեղեր, բայց մեկը ոնց որ մարդիկ շատանում են, չէ՞, անտես դնենք կամ մարդկանց մեր ընդհանուր ընկերոջ Կարլինի մոտ ոչ լույս ոչ մոտ մենք դե ավելի շատ տենց գնում ենք ծանոթ մարդկանց հետ շփվելու, չէ՞։ Բայց այդ ոնց որ հենց այդ նույն տեղի մասին խոսելով այդ կվերջանա 50 հոգու շրջանակներում։ Բայց ասածս նա որ այդպես քիչ ինչ որ շարժ կա էլի։ Այ իմ ասածն էլ է, որ այդ շատ դանդաղ է։ Դանդաղ է։ Շատ դանդաղ։ Բայց ասինքն բայց եթե հանրային պահանջարկ կլներ, չէ՞, արագ։ Հա, բայց հանրային պահանջարկը մեկ-մեկ պետքա ստեղծել։ Որովհետև հանրություն, եթե տենց լներ, ամեն ինչը կմնար հանրության վրա, ինչի է պետք առհասարակ ունենալ պետական համակարգ։ Պետական համակարգը մեծ հաշվով նրա համար է, որ ինչ որ մի նարատիվներ ստեղծի, ինչ որ մի բաներ ասի, հա։ Դե հա, հիմա թեկուզ հարկեր տանք։ Ես պետք է հարկ տանք պետությունը։ Հա, սիրով, ես չեմ ուզում այդ խոսակցությանը անդրադառնալ, որ մեր հարկերով եւ մնացած ամեն ինչը, բայց կա դեռ այդ ընկալումը այդ ավելի մեծի, ավելի լայնի իրար հետ ինչ որ բան անելու, այդ ընկալումը դեռ մենք 5 տարի առաջ ենք խոսելով դանդաղից։ Կարանք միացնենք, նայենք ինչ ենք խոսել, նույն հարցերը իրար տանք ու մեծ հաշվով երևի նույն պատասխանները կտանք, հələ ինչ որ տեղեր ավելի ռեգրես կլինի։ Մյուս կողմից լիքը մարդ ասելու է, շատ մարդ ասելու է, ինչի հետևից եք ընկել, այսօր մենք տնտեսական խնդիրներ ունենք, անվտանգության խնդիրներ ունենք։ Հարց չկա, ես դրան կպատասխանեմ, որ դեմոգրաֆիայի խնդիրներ ունենք։ Ջան, այդ ամբողջ խնդիրները ես հարց կտամ, իսկ ո՞նց ենք խոսում այդ խնդիրների մասին։ Այդ մարդը որ ունի, հա, այդ խնդիրների թեման։ Facebook-ում ստատուս ա գրում։ Ահա, որտեղ որ ոնց որ մեծ հաշվով իր անգերներն են մտնում են տակը վարդեր են դնում։ Այսինքն մենք նոր ֆորմաներ դեռ չենք գտել հարաբերվելու ու այդ խնդիրները նորից են ասում, կարող է այդ պետք է հենց տենց պետք լինի, այսինքն մենք տենց ենք պատկերացնում պետության կառավարման ձևը, որ ուղղակի մարդիկ շարունակեն on-line-ում ուղղակի մտնեն, իրար գրեն, գրվեն, սեպարացնենք այդ ամեն ինչը, մարդկանց բաժանենք տարբեր խմբերի, ամեն անգամ անուններ դնենք սևերի, սպիտակների, երևանցիների, ղարաբաղցիների, բան, որ sense ինչքան շատ կռվեն, այնքան լավ իրար մեջ։ Որովհետև ինչքան առանձին կարծիք լինեն ու այդ առանձին այդ տենց ենթախմբերը լինեն, այնքան բան, բայց մենք ոնց որ էդ էլ չենք պատկերացնում, հա, որ ի վերջո խոսում ենք պետության մասին, ոչ թե այսօրվա, վաղվա կամ երեկվա իշխանության մասին։ Այսինքն մենք այսօր այդ դանդաղը աշխատելու է, ազդելու է մեր երեխեքի զարգացման ու իրանց կյանքի որակի վրա։ Հիմա ես չեմ ուզում այդ մի տեղը բռնեմ, որտեղ որ այդ մի ճանապարհը բռնեմ, որտեղ որ արդեն ես դառնամ, չգիտեմ, պետական աշխատող, վերցնեմ իմ փողը, երեխուս կյանքը դասավորեմ, ուղարկեմ իրան արտասահմանում սովորելու, այնտեղ իր տունը առնեմ եւ այլն, այսինքն այն ինչ որ սովորաբար տեղի անանում վերջի 30 տարվա ընթացքում։ Ես ենթադրենք ուզում եմ, որ ստեղ լինի իմ երեխան։ Հիմա այստեղ այդ հարցերի անվերջ քանակն է գալի։ Անվերջ քանակը։ Այդ հարցերի անվերջ քանակն է գալի ու
Այդ դա, նայ, ստեղ մի հատ կարևոր բան կա, օրինակ 5 տարի առաջ այն ինչ որ մենք խոսում էինք, մենք ավելի շատ խոսում էինք, հետո որ հետ էին նայում այդ մեր խոսքը, մենք ավելի շատ խոսում էինք ոնց որ խնդիրներից։ Հա։ Ու այս անգամ ես մտածում եի, որ խոսենք ավելի շատ լուծումներից։ Հա, թող տեկուզ արձագանքը լինի այդ 5 տարի առաջվա խոսակցության։ Բայց ստեղ էլ այդ թեման գալիս է, որ այդ լուծումները շատ ժամանակ, եթե դու ասես էլ, то այս 5 տարվա ընթացքում չի փոխվել, օրինակ նույն այդ քննադատությունը որպես անձնական վիրավորանք ընդունելու թեման։ Դե երկար առաջ փոխվի։ Հա, բայց այդ օրինակ ես հիմա պատկերացնում եմ, օրինակ ինչ որ մեկը որ լսի, հա, նախարարությունից ինքը չի ասի, վայ ջան, եկեք օրինակ բանանենք ոչ միայն ինձ, քեզ, շատերին տեղեր գիտենք, հավաքենք։ Դեպքեր եղել է, որ ոդկասթում սուր քննադատություն անջը, բայց այդ մարդկանց հետ հենց պետական մարմնից կապնվելն ու փորձեն այդ հարցը լուծեն։ Հա, կարող է ես օրինակ հենց հիմա sense ինչ որ շատ ավելի կոնկրետ բան ասեմ, ասենք ես ինչ տեղում, ես ինչ աթոռը ջարդված է լուծեմ, բայց այդտեղ մի քիչ ավելի այսինքն սիտուատիվ լուծում չի, ինքը մի քիչ ավելի ժամանակատար խնդիր է, օրինակ հավաքել այսօր մարդկանց, ովքեր որ ճարտարապետների, մարդկանց, ովքեր որ չգիտեմ, զբաղվում են առհասարակ քաղաքներով, ուրբանիստիկայով, մշակույթով, ամեն ինչով, ու ասել, եկեք խոսենք։ Եկեք խոսենք հասկանալով, որ այդ օրինակը ես իզուր այդ ֆիքսված եկել եմ այդ օրինակով, որովհետև այդ օրինակը իդեալական օրինակ է, թե ոնց կարա պետությունը ունենալով իր ենթակայության տակ ինչ-որ տարածք, որը որ ավտոմատ արդեն դասավորվել է նենց, որ հենց մշակույթային հրապարակ է, հրապարակի ներսում, ոնց կարա պետությունը այդ հարցն է, այսինքն ոնց ինչ պիտի պետությունը։ Իսկ ով է դրա պատասխանատուն, չգիտեմ, մշակույթի նախարարությունը։ Դե գոնե նախարարությունը, քանի որ այդ ամեն ինչը թե քաղաքապետարանը։ Չէ, այդ թանգարանները ամեն դեպքում դրանց հիմնական մասը նախարարության ենթակայության տակ են։ Երկուսը համոզված են, որ իր ենթակայության տակ են, պատկերացրել բան ասեցի մշակույթի նախարարություն։ Հա, այդ անցած էտապը։ Հիմա կա մշակույթի փոխնախարարություն։ Ու սպորտի փոխնախարարություն, ոնց որ մշակույթի նախարարություն։ Հա, դե, մշակույթի փոխնախարարություն կա, ու սպորտի փոխնախարարություն կա, ու կրթության փոխնախարարություն կա, բայց կա այդ ամբողջ ԱԳԼՃԿ-ի նախարարությունը։ Որը որ մեկը շատ բարդ է իմ համար, շատ դանդաղ անում, այսինքն որ դու իրան նույնիսկ օֆիցիալ, հա, նայում ես իր բյուջեները ոնց է բաշխվում, կրթությանը շատ ավելի մեծ գումար է գնում, քան մնացած տեղերին։ Դա բնական չի։ Բնական է, բայց մյուս կողմից էլ այ հենց այդքանով է բնական, որ եթե այնտեղ դու ավելի քիչ գումար ես տալի, ուրեմն դու ավելի մեծ ջանք պետք է գործադրես, որպեսզի այդ մարդկանց հավաքես ու ասես, գիտեք ոնց sense, ես կարևորում եմ կրթությունը, բայց չեմ ուզում, որ այդ տենց հետին պլան գնա, դրա համար օրինակ պայմանական ունեմ այս տեղը։ Դրա համար եք կարի ֆիքսվենք դրա վրա։ Մենք ունեմ այս տեղը, ինքը ավտոմատ արդեն ձևավորվել է թանգարանների ու համերգասրահի մեջտեղում թույն հրապարակը, հələ մի հատ էլ էս Լենինի արձանը դրած է, որը որ համ նոստալգիկ է, համ էլ շատ հետաքրքիր, ոնց որ այցելության կետ կլինի։ Ինչ եք առաջարկում։ Եկեք ես լսեմ բոլոր բաներ կամ բերեք օրինակ, չգիտեմ, ինչ որ բիզնես պլաններ քննարկենք։ Այսինքն ինքը պետքա ուզի, որպեսզի այդ տեղի ունենա։ Հակառակ դեպքում պատկերացրու օրինակ դու ես թեման իմացար, ես գիտեմ, եւս ասենք հիմա ինչ որ քանակի մարդիկ իմացան, ինչ է տեղի ունենալու։ Ամեն մեկը այս ինֆորմացիան սկսելու է իր ձևով վերցանել, ու ամեն մեկը իր ծանոթություններով սկսելու է փորձել հասկանալ, թե ոնց կարա այնտեղ ինչ որ մի բան անի, ու ինչ որ մի բան առաջարկի։ Իր հերթին ոնց որ ով ավելի առաջինը լինի ու ով ավելի ոնց որ շատ փող առաջարկի, դա էլ ընտրվելու է։ Առանց մտածելու, որ օրինակ կարելի է այդտեղ ավելի ինչ որ տենց բազմակողմանի հետ դրան նայել, ոչ թե օրինակ տեկուս հերթական պետական կոնկուրս հայտարարել, որտեղ որ ուղղակի sense տարբեր ճարտարապետական բյուրոներ օթից ինչ որ մի հատ պրոյեկտ ոնց որ են հրապարակի վերանորոգման բաներ, որ ով ինչ ասես առաջարկեց, իտոգը ոչ մի բան չեղավ։ Այդ ինչ պրոյեկտ էր։ Չեժում չէր հրապարակի վերակառուցման կարող սխալ եմ բառ ասում, բայց մի հոց այդպես պրոյեկտեր, որտեղ որ էլի այդ բաների ճարտարապետների միությունում Թեթամայանի թանգարանում այդ եղավ այդ ցուցահանդեսը, որտեղ որ լիքը ճարտարապետական կառույցներ առաջարկել էին, ընկերություններ առաջարկել էին իրաց տարբերակները, որ այդ Լենինի արձանի փոխարեն ինչ պետքա լինի, ոնց ընդհանրապես հրապարակը, քանի որ ոնց որ այդ արձանը դուրս է եկել, հա, ու դրանից ոնց որ ընդհանուր անսամբլը, որ մտածած է եղել ոնց որ թերիա, այդ այն ժամանակ տենց միտք կար, դե այդ բանից հետո այն որ 1701-ի քրիստոնեության դա մեծ խաչեր դրած, չգիտեմ, քիշես թե չէ։ Դրանից հետո ոնց որ այդ հանվեց, հիմա դες ինչ որ տենց դարավ այգու մուտք ու այդ երևի մոռացվեց։ Մեծ խաչեր լրիվ։ Հա, բայց ես չեմ այդ կոնկուրսը, այսինքն ես չեմ որ տենց կոնկուրս եղավ, որտեղ որ մարդիկ ինչ ասես առաջարկում են, մեկը կար նույնիսկ մեծ դալաններ էր, հենց այդտեղ ոնց որ շարունակվում էր այդ ընդհանուր այդ բաների դալանների տրամաբանությունը։ Բայց այտենց չպետք է լինի, այսինքն ինքը պետքա շատ ավելի կոնկրետ առաջադրանքներ լինի, որտեղ օրինակ մեկը գա ասի, գիտեք, ոնց ես օրինակ sense business model եմ տեսնում։
Այսինքն էդ էլ հա միանձնյա գործողությունը ինքը իրանով էլ չի կարող աշխատի, որովհետև նորից ես կարող եմ լավ ճարտարապետության մեջ ունեմ իմ այս լավ ճարտարապետ եմ, բայց ես լավ բան չեմ, բիզնեսմեն չեմ մեծ հաշվով։ Ու տենց էլ լրիվ նորմալ է, այսինքն ես պիտի լսեմ, խոսենք, հետո ես գնամ գտնեմ մեկին ով որ փող ունի, ասեմ գիտես ոնց կա այս տարածքը, արի իրար հետ մտածենք թե ինչ կարելի առաջարկել, որպեսզի էսել նորմալ լինի, թե էսթետիկ առումով որ այնտեղ ես չսարքեմ 26 հարկանի շենք տակնել անունը դնեմ, որ այդ մշակույթային կամ գրադարանական նման բան, համել ոնց որ այդ իրանց էլ ավելնի, քեզ էլ ավելնի, ինձ էլ ավելնի, բայց այդ մոդելները պետք է ոնց որ պետությունը անընդհատ նոր մոդելներ փորձի բանանի, նոր մոդելներ ներմուծի, որտեղ որ ինչ որ մեկը դրանից վերջը աշխատի։ Հակառակ դեպքում, եթե այդ մնում անընդհատ պետության մոտ, իրանք մեկը երբեք այդ փողը չեն գտնել, որպեսզի այդ գործը անեն, իսկ եթե այդ մնում ոնց որ մասնավորի ինիցիատիվային, հա, որ ես այդ իմանամ, մտածեմ, գնամ, քննարկեմ, չափեմ, բերեմ, ցույց տամ, ասեմ, սենց, այդտեղ էլ ռիսկ կա նրա, որ պետությունը կասի, հա, շատ լավ ես մտածել, բայց ես դրա կարիքը չունեմ։ Այս հարցը խիա քեզ այդքան շատ ոնց որով այդ երեք ենք ինձ խոսում։ Որովհետև այդտեղ հարց է գալի, մյուս հարցն է գալի, իսկ ինչի ենք մենք այս ամեն ինչը առհասարականում։ Դե հա, այդ ուզանասեմ այդ մոտիվացիան որն է այս թեմայի։ Նայի այդ հա ուզում ես բանը մեջտեղս տես մի հատ լավ կոֆե անոց սարքես։ Հա, չէ, իրականում այդ հարցը ինքը եթե կոնկրետ դրա մասին է, ես դրա այդ ոնց որ մի հատ մասնակի օրինակ այդ օրինակն տենց օրինակներ, այդ օրինակը ուղղակի հեշտ է, այդ օրինակով հեշտ է, հա, այդ ես բասես, այդ օրինակը ուղղակի հեշտ է բացատրել թե մնացած տեղերում ինչեր կարելի անել, դրա համար եմ այդ օրինակով ֆիքսված եկել։ Մարդիկ կան նրանց երեխեքի մասին այդքան ոգևորությամբ չեն խոսում, ինչ-որ հանրային տարածքների։ Դե ես համ, բայց այդտեղ մի հատ նրբություն կա, ինչի ենք մենք այս ամեն ինչը անում, կամ ինչ եմ ես այս ամեն ինչը անում, ինչ ենք մենք Ռամբալ Կոշեով այս ամեն ինչը անում, որովհետև ոնց որ դու համաձայն չես սոցիումի վարքի հետ։ Հա, ինչ առումով։ Ես համաձայն չեմ լավ սոցիումի վարքի հետ, մեր ստեղի սոցիումի վարքի հետ։ Հայաստանի էլ, Երևանի էլ մասնավորապես։ Ու ես կարծում եմ, որ այդ սոցիումի վարքը, եթե ինչ որ ձև հնարավոր լինի, ինչ որ մի ուղղությամբ սկսել փոխել, հա, որ այդ միանգամից անհնար է փոխել, դրանից բոլորին ավելի լավ կլինի։ Այսինքն այդտեղ ինչքան այդ էգոիստական նկատառումներն են, նույնքան ցանկացածի ոնց որ էգոիստական նկատառումներն են։ Այսինքն պատկերացրու, եթե հարաբերությունները դառնան շատ ավելի բաց, շատ ավելի հեշտ, մարդիկ ստիպված չեն լինի փագեն, իրանց մեջ խափեն, ինչ որ ձևի ոնց որ վերջի վարքյանին մեկին ինչ որ բան վերցնեն, դրանով գլուխ գովան, որ գողացել են ինչ որ բան եւ այլն։ Կպցրել։ Այսինքն ես ինձ դուր չի գալի մեր այսօրվա միջավայրը, որտեղ որ ես ապրում եմ սոցիումի վարքը, տենց ավելի ճիշտ կլինի ասել, հա, ընդհանուր իրար հանդեպ մարդկանց վերաբերմունքը ինձ դուր չի գալի, բայց նորից ես այդ անում եմ, որ իմ ոգևորվածությունը դրանից է, որ եթե փոխվի բոլորին լավ կլինի, որովհետև պատկերացրու, եթե լինեն հանրային տարածքներ, հա, այդ որպես լուծումներից մեկը, մարդիկ սկսեն ավելի շատ հավաքվել։ Այսինքն դու պետք է ստեղծես այդ հնարավորությունը, որպեսզի մարդիկ ավելի շատ հավաքվեն։ Եթե մարդիկ ավելի շատ հավաքվեն, ըստ այդմ իրանք առհասարակ հավաքվելու կարիք կունենան իրար հետ։ Այդ դեպքում նույն դու քո ոդքասթը ամեն օրյան կանես ոչ թե տարին երկու անգամ, այլ ամեն օրյան կանես բաց։ Այդ դեպքում ուրիշ համերգներ կլինեն, այդ դեպքում կլինեն համերգադեպի խոսքով, այդ դեպքում ոնց որ մարդու կյանքի որակը դրանից կլավանա։ Հա։ Այսօր ես ինձ դուր չի գալի Հայաստանում ապրող մարդու կյանքի որակը, եթե տենց ճիշտ կլինի ասել, որովհետև երբ որ կարանք սկսենք մասնավորից ու վերջացնենք պետականով, հա, որպես օրինակ, բայց երբ որ մասնավորը օրինակ բացում է ռեստորան, մեծամասնության դեպքում ինքը նայում է աթոռի, չգիտեմ, գույնին օրինակ, հա, ինքը նայում է աթոռի ֆորմային լավագույն դեպքում, բայց ինքը չի նայում օրինակ աթոռի հարմարությանը։ Հա, ու դու գնում ես նստում ես ինչ-որ մի տեղ, որտեղ որ կարող է բախտդ բերելա կամ իր բախտը բերելա հարմարելա նաև աթոռը։ Բայց մեծ հաշվով են ինչ-ինչ պատվիրում է ու այդ շատ բաների է վերաբերվում։ Ու նորից այդ մեծամասնությանն է, ոչ բոլորին, բայց մեծամասնությանն է վերաբերվում։ Այսինքն մարդիկ ու այդ կարելի է անverջ թվարկել ուղղակի, թե որտեղ ավելի կարևոր է, քան կոնտենտը։ Այդ Հայաստանում վերջի բոլոր շրջանում տենց է, այդ շատ տրամաբանական է։ Ու դրա համար է ոնց որ ես չեմ փորձում իմ խոսքում հիմա մեղադրեմ պետությանը կամ մեղադրեմ չարածը, բայց ես ասում եմ, որ ինքը պետքա ինչ-որ մի կետի գա կպնի իրար։ Ու այդ դրա հրահրողը պետքա լինի պետությունը, այլ ոչ թե մասնավորը, որովհետև նորից ու ոչ միայն ինքը պետք է լինի հրահրողը այնքան, որ ուղղակի եկեք հավաքվենք խոսենք, չէ։ Ինքը պետքա լինի մեկը, որ հավաքի ու ոնց որ կոնկրետ
ասելիքներ ասի ու լսի կոնկրետ բաներ, ոչ թե ուղղակի ես ուզում եմ լսեմ ձեր խնդիրները, նրանից որ դու լսեցիր իմ խնդիրները, դրանից ոչի բան մեծ հաշվով չի փոխվելու։ Հիմա եթե նույն ռեստորանները, հա, կենտրոնում այդ դրա վարձը եւ մնացած բոլոր նոր բաները, այդ հարկերը եւ մնացած ամեն ինչը որ կա, չէ, ռեստորանի բերում են դրան, որ ինքը պետքա մենյուի գինը բարձրացնի, որպեսզի կարողանա առհասարակ կենտրոնում ունենա իր այդ տարածքը։ Բայց այդտեղ էլ որ ինքը բարձրացնում է մենյուի գինը, ինքը մեկա ուտելիքի որակը դրանից չի բարձրացնում։ Մեծ հաշվով։ Ու դու շարունակում ես ուտել դառը վարունգով սալատ ամենաթանկ ռեստորանում Կասկադի մեջտեղը։ Հիմա ոնց որ այս խոսակցությունները, որ կա, դες օրինակ ասենք այս բանի ուկրաինական պատերազմը որ սկսեց, չէ, այդքան մարդ որ եկավ, տների գները միանգամից փոխվեցին։ Բարձրացան, հա։ Ու մենք խոսում ենք նրա մասին, էլի այն ժամանակա քաղաքում խոսում ենք նրա մասին, որ այդ վերահսկողություն չկա։ Հիմա չկա։ Իրանի պատերազմից հա, նույն բանը կփոխվի, լիքը մարդ կգա, նույնն է վաճառքի վերահսկողություն չկա, ով ինչ ուզում անում, այսինքն ընդհանուր ոնց որ տպավորությունը այսկականից մեկ-մեկ որ մենք պետությանը ու նորից այստեղ ես չեմ խոսում կոնկրետ այսօրվա իշխանության մասին, ես շատ հստակ ուզում եմ ֆիքսեմ, ամբողջ վերջի անկախ շրջանում տպավորությունն է որ պետությունը կա մենակ նրա համար որ հարկեր հավաքի։ Համենայնդեպս իր վարկը չի փոխվում մեծ հաշվով։ Ու առհասարակ նաև պետությունը նրա համար է որպեսզի ծառայի թակավորին, այսինքն ամեն ինչը մի մարդու շուրջ է։ Մեկա չկա այդ համակարգված թեման, որտեղ որ ինքը իր հերթին արել է ու վստահել է այդ մարդկանց, այդ մարդիկ էլ իրանց հերթին գտել են ուրիշներին ու վստահել են դրանց։ Ես վերջերս ուղղակի մի հատ հարց եմ տալի, որ բոլորին եմ տալի, որ ինչ որ առումով այդ շատ տրամաբանական է։ Ու քեզ եկարամ տամ, երբևէ մտածել ես պետական աշխատողը բացի ընդհանրենք փոխնախարարից կամ նախարարից ինչ գումար է ստանում։ Շատ փոքր։ Ահա, բա ո՞րն է իր մոտիվացիան գնալ պետությունում աշխատել։ Երևի ուրիշ գործ չկա։ Լավ, բա ոնց է ինքը ընտանիք պահում։ Կամ իրոք մարդիկ կան, որ հավատում են իրանց արած գործին։ Ընդունում եմ այդ, ես գիտեմ տես մարդկանց նույնիսկ, որոնք որ այ մտածում են, որ պետական համակարգում կակրած թեկուզ ցանկացած գումարով, բայց այն ինչ որ դու անում ես, այդ շատ կարևոր է։ Բայց այդ համոզված եմ, որ շատ փոքր տոկոսն է։ Ինչ որ sense հարցեր կան, որտեղ որ եթե այդ հարցերը տալիս ես, հասկանաս, որ պետությունը դեռ են նրա մասին չի, որ մարդը գնա այնտեղ ու ստանա այն փողը, որին ինքը արժանի է, ու անի այն ինչ որ ինքը կուզենա արան, նույնիսկ մենա ժամը 5-ից հետո այդ գործը անի։ Պետական աշխատավարձ բարձրացնելը շատ ցավոտ թեմա է։ Ընդունում եմ, բայց դրա համար ես հիմա չեմ խոսում դրա մասին, որ պետքա փոխել պետական համակարգը։ Ես խոսում դրա մասին, որ եթե մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու որպես նոր պետություն, որտեղ հասնենք ինչ որ նոր այդպես գիտակցությունների, այ ինչ որտեղ մեղադրանքը այնա, որ պետությունը չի օգտագործում այն մասնավոր ռեսուրսը, որ կա։ Բայց ոնց պետք է օգտագործի։ Պետք է կարողանա ոչ թե ուղակի ասի եկեք իրար հետ ինչ որ բան անենք։ Կամ ոչ թե ուղակի ասի եկեք ես ուզում եմ լսեմ ձեր խնդիրները։ Ասենք, չգիտեմ, վարչապետը հավաքվել էր, հանդիպել էր IT ոլորտի հետ եւ լսում էր նրանց խնդիրները։ Ու այլ պետք է ոնց որ ինքը իմանա ինչ խնդիրներ կա, ինքը վերլուծի ինչ որ խնդիրներ ու հրավիրի այդ մարդկանց որպես մասնագետների, այլ ոչ թե ուղղակի մարդկանց, ովքեր բողոքներ ունեն։ Չէ, դա տենց էլ ալնում։ Քիչ շատ ու նորից եթե լինում է դրանից ոչի բան մեծ հաշվով չի փոխվում։ IT-ից եմ որ տեղյակ, շատ ուրիշ ոլորտներից տեղյակ չեմ, շատ ա եղել որ հենց նախարարությունն է բանարը, ինչ որ ընդունում եմ IT-ն իր նախաձեռն է որ ոլորտի մարդկանց հետ հանդիպի։ Հա, նույնիսկ նախաձեռնել է այնքան, որ շատ IT ոլորտներ հարկ չեն մտնում ուղղակի։ Ու այդ լավ է։ Ուզում եմ ասեմ, այդ շատ տրամաբանական ինչ որ մի բան է, որ պետք է լիներ, բայց մենք հիմա դնենք առանձնացնենք այդ մի ոլորտը։ Չէ, պետք չի ընդհանուր։ Չէ, պատկերացի, այսինքն ուրիշ ոլորտներ ես համոզված եմ, որին էլ կպնենք ինչ որ մի խոսակցություն լինելու է։ Չէ, դեն չի որ բանը տենց բոլորը գող են։ Այսինքն, այսպես մեծ հաշվով ասելիքս որն է, որ մասնավոր ոլորտում անverջ ավելի մեծ քանակի մասնագետներ կան, քան պետական համակարգում, ու այդ նորմալ է։ Հիմա այստեղ ոնց որ պետության խնդիրը պետքա լիներ, չէ, այդ ամբողջ աշխարհում էլ է տենց։ Հա, բան չեմ ասում։ Բայց այստեղ ոնց որ ու այստեղ արդեն հետ գալով բոլոր աշխարհից մեզ պետության խնդիրը պետքա լիներ այն, որ ինքը իմանալով տարբեր խնդիրներ, կարողանար հասկանալ իսկ ոնց ինքը կարողանա այդ մասնագետներին իշահ իրան պետությանը, տենց հնչի, հա, թող իշահ պետությանը օգտագործել։ Հա, բայց Վահան, նա օրինակ դու մի քանի պրոյեկտ ես չանում, ունես հիմնական աշխատանքը, Ռամբալն է, համոզված եմ լիք ուրիշ բաներ ես, որ պետական ոլորտից հիմա ինչ-որ մեկը զանգի ասի, արի օրինակ շաբաթական 10 ժամ մեզ տրամադրի, որ այս պրոյեկտը անենք, կամ լավ 10 չէ 20 դու պատրաստ կլես քո ընտանիքից կտրես գնաս այդ անես 20-ը շատ է, բայց ամեն դեպքում եթե օրինակ բանը հասնի վրան վերցնում, ինձ եթե զանգեն, ասեն, ես ասում եմ, չէ, ընդունում եմ, բայց եթե օրինակ իրանք զանգեն, ասեն շաբաթ այդ քեզնից խլելու է 3 ժամ,
Կարծում եմ դու կհամաձայնվես։ Հա, բայց 3 ժամով ինչ արդյունք պետք է Դե պատես, բա դրա համար էլ դու ոչ թե գնում ես հիմա արդյունքի համար, հիմա ոնց որ ոչ թե գնում ես նրա համար, որ ինչ որ արդյունք լինի, այլ ոնց որ ի սկզբանե առաջի 3 ժամը գնալուց հետո, հա, ինքը ասում օրինակ եկեք հավաքվենք, ես լսեմ բոլոր ձեր կարծիքները SSS խնդիրների հետ կապված, հետո այդ ձեր բոլոր կարծիքները հավաքեմ իրար գլխի, վերլուծեմ, հասկանամ ինչ թեմա է ու ենթադրենք եւս մի ամիս հետո մի անգամ էլ հավաքվենք այդ 3 ժամով, ես ասեմ օրինակ այսենց բաներ եմ մտածել այդ իմ խնդիրների ու ձեր լուծումների արդյունքում ու հիմա է սենց մտքեր ունեմ, այսինքն տենց տեղի անոնում զարգացում է։ Հիմա եթե այդ չի արվել, մենք չենք կարող համեմատենք այդ կաշխատի թե չի աշխատի։ Դրա համար էլ ասեմ, երբ որ այս թեման եղավ 18 թվին ու երբ որ առաջի անգամ այդ մարդկանց հավաքել եղավ, բոլորս բացային որ այ հեսա ու բոլորս գնացինք, այսինքն ով կար չկար, բոլոր ոլորտներից բոլոր մարդիկ գնացել էին։ Որովհետև բոլորը ստեղ էս կարևոր պահա ոչ մեկ չի սպասում նրան, որ պետությունը պիտի օգնի։ Նա այսօր քաղաքականությունը արդեն այնքան տոքսիկ է դառել, որ տենց հանդիպումներ որ կազմակերպում, շատ անգամ չեն գնում։ Դե թող կազմակերպեն, թող չգնան, հետո այդ նույն չգնացողին կասես դες սենց։ Բայց այդ կազմակերպելը ինքը պետքա լինի ոչ ամորֆ, այսինքն ոչ թե եկեք ուղակի հավաքվենք, ես լսեմ ձեր մտքերը։ Facebook-ում սիրուն post արվի, այլ ինչ որ արդյունք տա։ Ոչ թե, հա, ոչ թե եկեք լսեմ ձեր մտքերը կամ եկեք ոնց որ լսեմ ձեր խնդիրները, չէ, պետությունը այնքանով է պետություն, որ ինքը ոնց որ ի սկզբանե շատ լավ հասկանում է կամ պետք է հասկանա, թե ինչ կա իր ենթակայության տակ։ Հա, այսինքն նույն ԿԳՄՍ-ն նախարարությունը ինքը պետք է հասկանա ինչ կա իր ենթակայության տակ։ Մյուս կետով ինքը պետք է հասկանա, թե որն է այն ինչ որ կա իրանց ենթակայության տակ, ինչ խնդիրներ կա դրա հետ կապված։ Ու երրորդ կետով նոր ինքը պետք է կանչի այդ մասնագետներին, ասի գիտեք, մենք այս ենթակայության տակ sense բաներ կա, sense խնդիրներ ունենք, ու ուզում ենք լսենք ձեր լուծումները։ Թող է լինի 3 ժամով, թող է լինի, այսինքն եթե այդ ամեն ինչը գնա, հա, ես հավատում եմ, որ օրինակ այսօրվա օրով, հա, կան մարդիկ, որոնք հակաիշխանական են այնքան, որ ուզում է ամենալավ բանը մտածեն, մեկը չի գնա զուտ, չգիտեմ ինչի համար, իր ռեպուտացիայի կամ իր կյանքի կամ ինչի համար ասես։ Բայց մեկը շատ մարդիկ կլինեն, որոնք այդ ամեն ինչը շատ adekvat կընդունեն ու կգնան կանեն, որովհետև գոնե կհասկանան, որ այդ այնքան երկար ու մեծ թեմա է։ Կառավարությունը չէ, հարցը ընդհանրապես քաղաքական, եթե խմբերը ինչ որ բան կազմակերպում են, շատ մարդիկ չեն գնում, կապ չունի ընդդիմությունը, կառավարությունը, ասինքն եթե նույն թեմայով ընդդիմությունն է ինչ որ բան կազմակերպել, մեկ այլ մարդիկ չեն գնալու։ Դե ընդդիմության մասին ես այս դեպքում չեմ ուզում խոսեմ ոչ թե այսօրվա, այլ առասարակ, որովհետև ես անընդհատ իմ խոսքը պետության մասին է, վաղը կգա ուրիշ իշխանություն նույն բանը իրանց կվերաբերվի։ Որովհետև ես ուզում եմ, որ այսօրվա պետությունը ձև գտնի մասնավորի հետ ճիշտ համագործակցելու։ Այդ ձևը դեռ գտած չի։ Որտեղ որ ես չեմ ուզում խոսելով 5 տարի առաջվանից, որ իմ խոսքի մեջ մեկը մեղադրանք լինի պետությանը։ Այսինքն ես չեմ ուզում ասեմ, այ իրանք չեն անում էս։ Բայց իրանք ամենայն դեպս այդ համագործակցության ձևը դեռ չեն գտել։ Ու դեռ մեր մոտ այդ արխայիկ համակարգն է նրա, որ եթե դու ուզում ես ինչ-որ բան պետության հետ անես, դու պետք է գտնես ձևեր պետության հետ հանդիպելու։ Որտեղ իրանք շատ ժամանակ դրա ժամանակն էլ չունեն։ Որովհետև ի վերջո խոսելով արդեն հանրային տարածքների մշակույթի արվեստի եւ այլնի մասին, ինքը համոզված է, որ այսօրվա իշխանության առաջնային խնդիրը չի։ Որովհետև նորից, եթե մենք այս ամեն ինչը ստացվի հանրային տարածքներ, ենթադրենք այդ հրապարակի այդ ազգային պատկերասրահի հետևի տեղը անենք, մարդիկ գան, հավաքվեն, ամեն ինչը հաջողի, այդտեղ արդեն այդ հարցն է գալու, որ կարողա պետությունը այդ չի ուզում։ Որովհետև այդ ամեն ինչը հաջողի, մարդիկ հավաքվել են ու ինչ որ նոր մտքերով իրար հետ փոխվեն։ Բայց դա նոր մտքերը անպայման չի հակապետ է։ Չէ, բայց ամեն դեպքում նոր մտքերը իրանց ձևով ոնց որ դու ամեն անգամ չէ՞ որ հավաքվում եք հակապետական չի, բայց մաքսիմալիստական է, այսինքն ցանկությունների շուրջ է, չէ՞, եկեք էս անենք, այն անենք, մի մասը ոնց որ օգնելու է իրանց, իրար ներսում, հա, այսինքն այդ ծանոթությունները, բայց մյուս մասը ոնց որ նոր խոսակցություններ են լինելու։ Մենք անընդհատ կարանք հիշենք, չգիտեմ, 60-ականները մի երկրում, 70-ականները ուրիշ երկրում, երբ որ մի ամբողջ համակարգ ուղղակի փոխում էր պատերազմի ուղղությունը։ Հենց հա, կամ ինչ որ մի համակարգ փոխում էր պետական ուղին դեպի իր կողմ։ Զուտ այնքանով, որ իրանք ուղղակի հավաքվել են ու իրանք շուրջ մարդիկ սկսեցին հավաքվել։ Այսինքն այդ վախը կա, որովհետև ստեղը արդեն այդ քննադատության կետն է, որովհետև այդտեղ պետությունը նախ պետք է ուղղակի ընդունի, որ մենք ունենք խնդիրներ ու դեռ չենք կարա իրան երկար ժամանակ լուծենք, հաշվի առնելով, որ ինքը առաջնային խնդիր չի։ Բայց իմ համար այդ առումով շատ ցավալի է, որ բեթինգի ընկերություններից մեկը վերանորոգում էր թատրոնների զուգարանները։ Սենց արի ձևակերպենք այս ֆրազան։ Շատ։ Ու դրանով գլուխ էին գովում թե թատրոնի մարդիկ, թե բեթինգի ընկերությունը։ Բայց զուգարանը վերանորոգվել չէ։ Դե, բայց հա որ
Այսինքն լուրջ, այսինքն պետությունը պետությունը թատրոնին են ասել, որ ասել։ շատերին հարց է չի, բայց ոնց որ նույն պետությունը ինքը պետք է ասենք նույն ձևի կանչեր, ասեր, գիտեք ոնց, sense, հա մենք ունենք օրինակ այսօր, չգիտեմ, բաներում, թատրոններում զուգարանի խնդիր։ Հա դե բայց Ինչ կարա լինի առհասարակ։ Պետիկները սա ամենաեկամտաբեր բիզնեսներից Հա, բայց ես համոզված եմ այդ զուգարանների վերանորոգումը այն ծախսը չի, որ ուրիշ ընկերություններ կամ ուրիշ նույնիսկ անհատներ այդ լուծումը չկարողանային գտնել։ Կարող մեկը ասում է ես շատ լավ ներկայացում ունեմ, որը որ պատրաստ եմ այդ տեղանել ու այդ ամբողջ գումարը որ հավաքվի մենք ամբողջ բանով տալիս ենք զուգարաններից, համոզված եմ երկու ներկայացում զուգարանների կամ երեք ներկայացում զուգարանների հարցը կլուծեր։ Շատ բան է մեկը, բայց այդ կենցաղային հարց եմ խոսում, բայց ես չեմ ուզում որ տենց լինի։ Եթե նույնիսկ տենց պետք է լինի, եթե նույնիսկ բեթինգի ընկերությունը պետք է անի զուգարանի հարցը մեկը, այդ ոնց որ պետք է լինի այդ ինչ որ համակարգված։ Այսինքն ինքը հավաքվի, որովհետեւ որ էս անում, են անում, են էլ էս ասում, որովհետեւ այդտեղ է ուրիշ խնդիր կա, բեթինգը անում է այդ զուգարանի վերանորոգումը ըստ ում ըստ երևի իրանց ստանդարտները։ Ենթադրենք կամ ենթադրենք թատրոնի նույնիսկ ստանդարտների, բայց այդ միջակայքում չկա ճարտարապետ, չկա մասնագետ, որը որ ասի եթե ուզում եք վերանորոգեք, որտեվ հետո գնում եք, չէ՞, վերանորոգած զուգարան, հասկանաս, որ ինքը ոնց որ ընդհանրապես ոնց որ ներկած փոխած բան է, այսինքն ինչ որ տենց էական բան չի փոխվել։ Այսինքն էտել է էլի այդ կյանքի որակի մասին։ Դե այն որ քաղաքում քայլում ես, տարբեր բաներ նայում ես, մենակ քաղաքում չեն ընդհանուր Հայաստանում, հասկանում ես, որ շատ տեղեր ընդհանրապես համակարգերի բացակայություն կա, որտեղ միտեղ լույսը մի ձև է դրած, միտեղ քարը մի ձև է խփած, այսինքն այս բանը ինչ որ միտեղ ինչ որ հարց պետք է լուծել, լուծվում է կամ չի լուծվում, բայց չի լուծվում այդ ընդհանուր համակարգի կամ ինչ որ տեսլականի։ Դա շատ կոնկրետ օրինակ իրականում կարամ բերեմ, քաղաքապետարանը ու մասնարարպես կենտրոնի համայնքապետարանը մի փոքր ուղակի այսպես մարդկանց հավաքել լսելու ինչ որ ձևի իրար հետ ինչ որ բան անելու ու հասանելի լինելու այս շատ կարևոր պահը, հա, հասանելի լինելու պատճառով այսօր կենտրոնում էական բաներ են փոխվել, որը որ մի քանի տարի առաջ տենց չէր։ Բայց փաստացի այսօրվա կենտրոնի համայնքապետը ինքը հասանելի մեկն է։ Ու այդ չես կարա չնկատես։ Ամենօրյա ֆորմատով տեսնում ես, այս ինչ տեղում էս փոխվեց, այն ինչ տեղում այն փոխվեց։ Մենք երբ կմտածենք, որ, չգիտեմ, բանի Նալբանդյան Թումանյան Խաչմերուկի հրապարակի վրայի բուդկաները բոլորը երիքի դուրս կգան, հələ այդ մաստիկը բարեկարգվի, հələ շենքերն կներկվեն։ Բայց այդ ոնց որ խոսում ես արդեն նույն Պետրոսի հետ, ինքը ասում է, հա, այս ինչը խոսեցինք սրա հետ, այս ինչ եկա, հիմա այս են քննարկում, այս ինչ մարդու հետ, որոնցից ոչ մեկ մեծ հաշվով պետական համակարգի աշխատող չեն։ Հա, բայց ուզում են հարց լուծեն իրար հետ։ Բայց ոնց որ ամեն մեկը ունի այդ իր սրտացավության կետը, էլի, քաղաքի բանով, քաղաքի թեմայով։ Այսինքն եթե քո ասելով, եթե մարդիկ ուզում են, կարողանում են այդ ամեն ինչը անել։ Ես հենց այդ այդ որպես լուծում եմ ես առաջարկում, ոչ թե որպես ինչ որ տենց բան Բայց դա էլ էլի կետային լուծումները համակարգային չի։ Ընդունում եմ, բայց տենց բաներն էլ կակրած նույն մարդու որակը կյանքի փոխում է, չէ՞։ Այսինքն մարդը, երբ որ այնտեղ արդեն նույն Թումանյան Նալբանդյան Խաչմերուկի վրա էլ բուդկա չի, որից պերաշկեյոտա գալի այլ ուղղակի նստարաններն ու բաց տարածքը, մարդը գնում է նստում է այդ նստարանին։ Կողքն է ուրիշ մարդ է գալի նստում է այդ նստարանին, որտեղ ինքը մեծ նստարան է։ Հետո ինչ որ մի հատ կետ ալնում, ինչ որ մի հատ շփում ալինում, այդ մարդը լավ տրամադրություն ա գնում տուն։ Էս սա փոքր ոնց որ կետից սկսող ու ինչ որ մեծ տեղեր գնացող թեման։ Ու այնա իմ ոնց որ առաջարկած լուծումը նրա, որ այդ պիտի այսօրվա դրությամբ տեղի ունենա, այսինքն այդ ինչ որ երազանքներ չի։ Ու այդ հենց նույն կենտրոնի հանդեպ վերաբերմունք ու այդ համակարգի ձևը ինքը աշխատում է փաստացի։ Ու հիմա պատկերացնում ենք խոսում ենք կենտրոնի մասին, բայց մնացածն էլ, հա, ընդհանուր էլ դրա համար ասի քաղաքապետարանը ու մասնարարը, բայց մենակ այդ չէ, ընդհանուր ամեն ինչը այդտենց աշխատեր։ Այսինքն ընդհանուր ցանկացած ունենար այդ գիտակցությունը ու այդտենց հարաբերություններ, որտեղ այդ ամեն ինչը շատ հեշտ լիներ։ Հասկացա։ Քննարկվող լիներ ամեն դեպքում։ Հիմա խոսելով նույն կենտրոնի թեմայի հետ, հա, հյուսիսային շենքերից մեկը ներկվել է Փարաջանովի մոտիվներով։ Այն հին շենք, չէ՞։ Հին շենքը։ Մի կողմը օրինակ ասում է այդ էսթետիկ լավն է, մյուս կողմը ասում է այդ էսթետիկ վատն է, բայց ամեն դեպքում այդ լուծում է, որ sense tenants էտրոպեին այդտեղ շատ տենց բանը, ուրիշ ավելի լավ տարբերակ այդտեղ կարող է չլիներ։ Հա, որովհետև կարող է նորից եկեք նստենք, պլանավորենք, կոնկուրս հայտարարենք, տենդեր հայտարարենք, թող բոլորը առաջարկեն թե շենքի վրա ինչ պետք է նկարել, այդ մեկին դուր գար, մեկին դուր չգար, այսինքն այսօր այդ ռեակտիվ լուծումները, բայց այդտենց համակարգված, այդ ամենակարևոր պահն է, որ պիտի լինի այսօրվա այդ պետության ու մասնավորի իրար հետ ինչ որ բան անելը, բայց նորից այդ լինի պետությունից ու նորից այդ լինի ոչ թե ուղղակի եկեք լսեմ ձեր խնդիրները կամ ուղղակի եկեք հանդիպենք, այլ ինքը ոնց որ վերլուծի, հասկանա խնդիրները իրա, ոնց են մարդիկ գնում հոկեբանի մոտ։ Ինքը հասկանում է, որ ինչ որ մի բան է ինչի, ու տենց հոկեբանը չի կանչում, ասում
եկեղեցի մոտ։ Բայց ինքը որ գնում է, ինքը արդեն ոնց որ ի սկզբանե ինչ որ մի հարց ունի իր մեջ, չէ՞ որ գնում է։ Հիմա նույն ձև էլ պետությունը ինքը պետք է իմանա ինչ խնդիրներ ունի կամ ոնց որ որտեղա որ մտածում է որ խնդիրներ ունի, հավաքի ասի եկեք խոսենք։ Բայց այդ տենց պետք է աշխատի։ Ինքը չպետք է մնա ինչ որ մեկի վրա։ Տենց չի լինի, որովհետև մենք այսօր այդ կոլեկտիվ միտքը շատ մեծ է, ինքը շատ տենց մեծ պոտենցիալ ունի։ Բայց այդ պոտենցիալը դու պետք է հասկանաս, թե ոնց է ուզում իշակես օգտագործես։ Բայց գիտես ինչն է հարցը, օրինակ շատ հարցեր, օրինակ կարող է ցանկությունը նույնն է, որ ինչ որ ավելի լավ քաղաքում, ավելի լավ երկրում ապրելու։ Բայց օրինակ նենց ոնց որ դու ես տեսնում կամ ես եմ տեսնում կամ չգիտեմ Աշոտը, Արտյոմը կապ չունի, Անահիտը Էդ էլ որ հավասարությունը լինի գենդերների մեջ։ 4 տղանոն տվի մի հատ աղջիկ։ Դե էլի լավ է։ Սկզբի համար լավ է։ Անայդը կարա սևամորթ լինի ընդհանրապես դա տեղավորում։ Կարա լրիվ տարբեր լինի։ Կարա, ասինքն վերջնական ցանկությունը նույնն է, բայց տեսլականները պատկերացումն նույն այդ շենքի օրինակը։ Հարաբերական չեմ քննարկում։ Հա, իմ հարազատներից լիքը մարդ ասում էր ռաբիզա, լիքը մարդ ասում էր լավ է։ Հենց տենց պետք է լինի։ Էս նորմալ է, բայց պետք է լինի։ Իմ ասածը էդ է, պետք է ինչ որ բան տեղի ունենա։ Այսինքն նույն նախարարությունը, որ ենթադրենք այս շենքի օրինակին հետ գանք, որ հավաքի բոլորին ասի ով ինչ է առաջարկում, ինչ ասես կառաջարկեն։ Ու կեսի հետ դեմ կլինի, կողմ կլինի, մարդիկ կմտածեն, որ այդ վերջապես հնարավորություն է կսկսեն տակի ծանոթներ գտնել, որ այդ անպայման իրենց բան այնտեղ սարքեն, իրենց ընկերությունը հետ հաղթի այդ տենդերը եւ այլն։ Բայց դու փաստացի նոր հնարավորություններ ես տալի առհասարակ այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Իսկ մենք այսօր այդ չունենք, ուղղակի ամեն մեկը փակված իր տարածքում, իր ընկերության մեջ, իր պետական համակարգում, ուղղակի փորձում է կամ մասնավոր համակարգում փորձում է ինչ որ հարց լուծի։ Ու հենց որ այդպես լինում է ինչ որ կենտրոնի, համայնքապետարանի կամ համայնքապետի նման խոսակցություն, բոլորս այս մեկ էլ հանկարծակի փայլում են, պայծառանում են ու ուրախանում են։ Իսկ պատկերացու տենց լներ շատ։ Ու տենց անընդհատ ոնց որ այդ գործողությունը տեղի ունենար։ Ու մեծ հաշվով ոնց որ այդ շատ կարևոր է, որովհետև ղեկավար պաշտոնը Իրանից հենց էտա չի ընդհանրում ամենախելոք լինելը, բայց ենթադրում է ամենահամակարգող լինելը։ Խելոքներին գտնելը։ Թեկուզ խելոքների, այ հենց այնպես խելոքներին գտնելը, խելոքներին ճանաչելը, գտնելը, ու նաև ոնց որ ընդունելը, որ ամեն մեկը այդ տեղում այդ գիտելիքը ունի, ու ոնց որ լսելը, ի վերջո, հա, որովհետև դու ուղակի ով ուզում է այս աշխարհում լինի, ինքը ամեն ինչի գիտելիքը, ել չասում բոլորից լավ չունի։ Դե Ու այսօր ցանկացած sense բան հաջողում է մենակ դրա պատճառով, այսինքն դու հաջողում ես, որովհետև քո շուրջ հավաքել ես մարդկանց, որոնցից չես վախում, որոնցից գիտելիքներից չես վախում, ու ոնց որ իրանք էլ նույն ձևի չեն վախում քեզնից ու շփվում եք ու կա այդ քննադատության ինչ որ մի հատ դաշտ, հա, որտեղ որ այդ ամեն ինչը երբեք չի վերածվում անձնական վիրավորանքի, այսինքն ինչ որ կարևոր պահեր կան, որը որ այ խոսելով սոցիումի վարքից ու առհասարակ թե ոնց է պետք է լինի, եթե այդքանը լինի Պատկերացրու, ասենք, չգիտեմ, նույն հետ գալով Կասկադի ռեստորաններից որ գնամ իր տիրոջ ասեմ, գիտես, քո բանը 4000 դրամնոց սալատի մեջ դառը վարունգեր, նախ ինքը առաջինը կնեղանա, թե եսով այս անծանոթ մարդը, որ եկել է ինձ բանը ասում, ասենց սիրուն ափսեով իրան, ասենց սիրուն սարքել եմ, այս ամեն ինչը լավ տեղում բերել եմ, դրել եմ ելեմ, բայց այդտեղ մյուս խոսակցությունն է գալի, նույն այդ ռեստորանների 90%-ում երաժշտությունը, որ մենք լսում ենք, ինքը կուրացիա չունի, այդ ուղղակի մենեջերի կամ օֆիցիանտի որոշած երաժշտությունն է։ Ինչի։ Որտեղ է էլի կյանքի վրա, ինչի մենք պետք է շորը ընտրենք, իսկ ուտելիքը չընտրենք։ Ինչի պետք է շորը կարևորը լինի, իսկ ուտելիքը չէ։ Ինչի այդ հարցերը չեն տրվում։ Ինչի է նորմալ, որ ասենք մենք ուտում ենք անհասկանալի բանջարեղեններ, որ ուղղակի սիրուն է, բայց ոչ մեկ չի հարցնում, իսկ ոնց է դրանք եղել։ Մենք ուզեմ ասեմ, նա այստեղ թեման ինչն է, ես շատ լավ գիտակցում եմ, որ մենք նոր պետություն ենք։ Հա, ու հասկանում եմ, որ այստեղ նույնիսկ այսօրվա, վաղվա, երեկվա ամեն իշխանություն իր անվերջ սխալներ ունի, այստեղ խնդիրը չի։ Այստեղ խնդիրը նա որ պետությունը ինքը պետք է գիտակցի, որ ինքը ոնց որ նոր է, կամ իշխանություն առել է, ինքը պետք է գիտակցի, որ այս նոր պետությունն է, ու ինքը պետք է հասկանա, որ այն լուծումները, որը կա կամ կար, ինքը չի աշխատի։ Ու պետք է հենց մեր երկրի վրա աշխատող լուծում, մեր ոնց որ ինչ-որ մեխանիզմ, որ հենց մեր երկրի դեպքում կաշխատի։ Որովհետև ուրիշ տեղում, ասենք մասնավոր ուրիշ ֆորմա ունի, ուրիշ ձև է այդ ամեն ինչը աշխատում, մեր մոտ ուրիշ ձև է, հետո սրտացավության ձևը մեր մոտ մի քիչ ուրիշ է։ Հա, ելնելով միլիոն բանից ու միլիարդ վերքերից։ Ու իրար օգնելու ֆորմաներներ են ուրիշ։ Ինչի պետք է տուրիստները գան, իրանք տեսնեն մեր սրտաբացությունը, իսկ մեր մոտ այդ սրտաբացությունը չաշխատի։
Այդ ռուսները մի հատ թազամեմ ունեն տեսել ես, որ հայրը յուրերի հանդեպ տենց շատ պուպուշ բարի մարդիկ են, իրար հանդեպ լրիվ ֆաշիստ։ Տենց էլ կա։ Հա, ու էտել եմ այդ նույն սոցիումի վարկը։ Հա, բայց նկատել էին Բայց մարդիկ։ ես քեզ հա տենց էլ հենց հա տեսել եմ դու, բայց հիմա շատ ժամանակ այդ ոնց որ ուղղակի հենց այն ամենաառաջի բարևից կամ ամենաառաջի կոնտակտից սկսող ինչ որ մի հատ բան է։ Ու մենք հետաքրքիր է որ հենց երեք խոսում էինք երեք չի առաջի օրը հենց խոսում էինք այս թեմաներով բարում, որտեղ որ խմիչքը վերջացավ ու մոտեցա որ պատվիրեմ։ Ու քանի որ բարմենը ծանոթ էր, տենց միցակ շատ տենց մոտեցա էլի, ուղղակի ասի, բա մենք ստեղ խմելու բան չունենք, բան, մեկ է տեսա կողքից տղան որ կանգնած է, ինքը սպասում էր ու տեսա որ ինքը նեղվեց նրանից, որ ոնց որ տեսավ այդ ծանոթությունը ու տեսավ որ ոնց որ իրան ուշադրություն չեն դարձնում, բայց մենք քանի որ ծանոթ ենք, ինձ դարձնում են, անծանոթ տղա էր։ Պատտվեցի ասի, վայ կներեք, դուք ես հերթի մեջ էիք սպասում, հա չէ ոչինչ բան, արդեն պատկերացի, այսինքն մենակ իմ այդ վայ կներեք, դուք ես հերթի մեջ էիք սպասումը, իրան հերիք էր, որ ինքը արդեն համակերպվի, չասեմ համակերպվի, բայց ամեն դեպքում ների իմ այդ բանը, այդ այնց առաջ գալը, բայց դրանից ոնց որ դրանով չկանգնեցի, ասի, չէ, ասեցի, չի լինի, արի իրար հետ պատվիրենք։ Որ բարմեն եկավ, ասի դուք ինչ, այս ասա արդեն ուզել եմ, բայց սպասեմ որ տան, դե ասի առաջին իրանը տվեք, հետո երկրորդ երրորդը մերը կտակ։ Ու դրանով վայ, վերջացավ։ Ու ես համոզված եմ, որ այդ տորը այդ տղայի ու իմ մոտ էլ ամեն ինչ շատ ավելի լավ եղավ, քան թե կարա լիներ։ Դե հաստատ հա։ Հիմա այդ պարզ բանը որ կա, եղածը մի բան չէր ու ես ասենք, չգիտեմ, 5-10-5 րոպե ավել եմ սպասել կամ 7 րոպե ավել եմ սպասել։ Հաշվի առնելով ինչքան ենք մենք խցանուների մեջ սպասում կամ ուրիշ տեղերում սպասում։ Բայց այդ այնց պահեր կա, որտեղ որ այ դրա համար եմ հետ գնում հանրային տարածքներին, անverջ իրար հետ լինելուն ու դրա համար եմ գնում նույնիսկ մեր առաքելությանը, թե ինչ ենք մենք փորձում անենք։ Մենք պետքա փոխենք սոցիումի վարկը ու այդ մի ընկերություն, մի հիմնադրամ, մի անհատ, 3 անհատ, 7 հոգի իրենց նախագծերով չեն կարողանալու այդ անեն։ Ու նույնիսկ եթե այդ մի քանի անհատն ու մի քանի նախագծերը հավաքվեն իրար հետ, մեկը չեն կարողանալու անեն։ Որովհետև այսօրվա դրությամբ անverջ առավել եւս հանրային տարածքներ ու հանրային շենքերը դրանք մեկա պետության ենթակայության տակ են, իսկ այնը որ պետության ենթակայության տակ չի, մասնավորները իրենց երբեք չեն ուզենա օգտագործեն իշահ հանրությանը, որովհետև ինքը դրանից դի փող աշխատի։ Դե կարա փող աշխատի ու իշահ հանրությունը։ Կարա, բայց դա էլ ոնց որ մեկա առաջնահերթ, մեկա մասնավոր սեփականությունա, որ իր համար փող աշխատելը ավելի կարևոր է մեկա լինելու։ Պետության դեպքում ինքը ոնց որ այդ բալանսի վրա արդեն կա, ինքը այդ շենքի համար վարձ չի տալի մեծ հաշվով, շատ մեծ հաշվով, հա։ Դե շատ մեծ, այսինքն ինքը ինչ որ մեկից չի վարձակալում, հա, ինքը իրանից է վարձակալում, լավ արի անտես դնում։ Իսկ Ռամբալը ինչի սարքեցիք հիմնադրամներից խոսեցիք։ Ռամբալ Կոշեն սարքեցինք հիմնադրամ ու նաև սարքեցինք այդ միջազգային թանգարանների էտիկոմի մաս, դառնանք ավելի էտիկոմի մաս։ Այդ ինչա։ Այդ միջազգային թանգարանները ասոցիացիան է։ Հա։ Բայց Ռամբալը ոնց է թանգարան։ Դե հենց էտա, այդ ոնց որ համակարգեցինք։ Այսինքն մենք մինչև այս 10 տարին անհամակարգ, բայց ոնց որ ներսից իրար հետ ցուցադրություններ արվել են, հա։ Հիմա մենք դառանք ավելի համակարգված, դառանք հիմնադրամ ու փաստացի դառավ թանգարանը հենց հիմնադրամի նախագիծ։ Դրանով մենք ոնց որ որտեվ այս բոլոր 10 տարիների ընթացքում շատ միջազգային պրոյեկտներ էին լինում, որոնց մենք չէինք կարողանում մասնակցել, որտեվ այնտեղ պետք է մասնակցեր որպես հիմնադրամ։ Հա։ Չէր կարող որպես ՍՊ կամ առալեզ որպես ԱԾ մասնակցեր այդ դրան։ Որպես հիմնադրամ պետք է մասնակցեր ու տենց ոնց որ մենք այս 10 տարին անելով հասկացանք, որ ոնց որ ներքին համենայնդեպս ինչ որ մի հարց լուծել ենք, այս տարի այս 10 տարին լինելու։ Ու մյուս 5-10 տարին ուզում ենք ոնց որ այդ ներքին մեր լուծած հարցերը ծավալենք ամբողջ աշխարհում ու այդ ֆորմաները որ գտել ենք մենք մարդկանց հավաքելու, ինչ որ ձևի մարդկանց մշակույթի միջոցով տարբեր ինֆորմացիաներ հաղորդելու, հա, տենց ծանոթանանք, այդ ձևերը ուզում ենք տեղափոխենք նաև շատ ավելի ընդլայնենք աշխարհով մեկ կամ հակառակը աշխարհին բերենք ստեղ։ Այս հələ չգիտենք կոնկրետ որը կստացվի առաջինը, բայց ամեն դեպքում մենք ուզում ենք ընդլայնենք, ընդլայնվելու համար պետք է մի քիչ ավելի համակարգված ու պետք է ավելի համակարգված լինել ու ունենալ ենթադրենք հիմնադրամ։ Տենց ոնց որ դու քո հետ արդեն դուքով ես խոսում։ Դու դառնում ես դուք։ Այսինքն դու դառնում ես մենք ամենատեպս, հա, դուք դառնում ես մենք ու այդ հարցերն ես տալի, այն ինչ որ մենք հիմա իրար տալիս ենք, մենք փաստացի ես վերջի մի քանի ամսում իրար ավելի շատ հարց ենք տվել, քան թե ու ավելի շատ ենք շփվել, քան նախորդ բոլոր 10 տարիների ընթացքում, որովհետև
10 տարիների ընթացքում ինչ էլ տեղեր ունի, ինքը ենթադրվում էր, որ տենց պետք է լիներ, ու տենց է լինում էր, ու տենց է աշխատում էր։ Հա։ Հիմա մենք սկսել ենք արդեն հենց որպես համակարգ ինքներս մեզ հարցեր տալ, ինչ ենք մենք այս ամեն ինչ անում, ում համար ենք այս ամեն ինչ, որտեղից ենք այդ վերցնում, որ անում ենք, իսկ այդ անսպառա թե չէ, իսկ այդ տալու ստանալու համակարգը ոնց է աշխատում, ու ի վերջո ինչ է այս ամեն ինչը արվում։ Հենց որ այդ ինքը կարևոր էր զուտ ունենալու այդ ու ինչ պատասխաններ էլի։ Դե մեկը ինչ էլ անում ենք, հասկանում ենք, որ մենք ստեղի հետ կապված ինչ որ բան ենք ուզում անենք, այսինքն ինչ որ մի հատ առաքելություն կա ստեղի ինչ որ դաշտեր ու ինչ որ բաներ փոխելու։ Թող դեռ փոքր ձևով, թող դեռ ձանձաղ ձևով, բայց մշակութային առումով, պայելաձևի մշակույթով փոխելու մարդկային հարաբերությունները։ Մշակույթով փոխելու սոցիումի վարքը։ Տալու մշակույթով ինչ ենք մենք գնում նայում կինո, հետո են որ ասում են այդ կինոից շատ ազդվեցի, ու ոնց որ դրանից քո վարքը փոխվում է, ինչեր, չգիտեմ, բանում ինչի էին Զավադնոյ ապելսին գրքում կամ կինոյում այդ տղեկին աչքերը բացում ու ցույց տալի դաժան կադրեր, որ մտածելով, որ իրանց այդ դաժանությունը դրանով կվերանա։ Հիմա դրա մի քիչ ուրիշ ֆորման է, շատ տապոշ համեմատություններ, բայց դրա մի քիչ ուրիշ ֆորման է, այսինքն դու մարդկանց ցույց ես տալի անվերջ գեղեցիկ անվերջ շատ բան, որպեսզի մտածես, որ այդ տեղից ինքը կուզենա տեղ գա, եթե ինքը կուզենա տեղ գա, ըստ այդմ կհարաբերվի մարդկանց հետ, որովհետև ինքը բաց ինչ որ մի բան է, եթե ինքը հարաբերվի մարդկանց հետ ու տեսնի անընդհատ այդ միջավայրերը, դրանից ոնց որ իր վարկը կփոխվի, եթե դրանից իր վարկը փոխվի, այդ ամեն ինչը ավելի տենց ցանցային կմեծանա եւ այլն, բայց նորից ես հասկանում եմ, որ 1-ով, 2-ով, 5-ով այդ փոփոխությունը ինքը արագ չի լինելու, շատ դանդաղ է լինելու։ Ինչը նորից կա, տենց օրգանիկ է, տենց շատ օրգանիկ։ Ավելի նույնքան օրգանիկ է, ինչքան մենք երբեք մեր էջերի վրա գովազներ չենք միացրել, մեր պոստերի վրա գովազներ չենք միացրել ու այսօր հասել ենք այդ օրգանիկ քանակին մարդկանց, որ նայում են, ամեն գրառում, որ մենք դնում ենք Instagram-ում, միջինը նայում են 50-ից մինչև 100,000 մարդ։ Այդ ահռելի թիվ է։ Հա, մեծ թիվ է։ Անկախ նայած, որ հետո վերջում գալիս է դրա մի քանի տոկոսը, հա, բայց դու արդեն կարողանում ես այդ տոկոսը conversion-ը ունենում էլի լավ։ Դե հա։ Հիմա այդքանից հետո միտքը այն է, որ այդ օրգանիկի առավել եւս եթե դու լուծումները գտել ես այս 10 տարվա ընթացքում, չես ուզում այդ մնա քեզ, ուզում ես որ այդ կիսվես։ Ու դրա համար է ոնց որ այդ անդադ խոսակցությունները պատտվում ու հասնում են պետությանը, որտեղ մեծ հաշվով դու պետության մաս ես։ Անկախ ամեն ինչից, եթե դու հարկեր ես վճարում, մանախը, որը իջնում է սարից առնում է ուտելիք, ինքը ինչ որ ձև դառնում է այդ համակարգի մաս, ինչքան էլ ինքը այդ համակարգը մերժի։ NDS ատարելի։ Ինչ որ մի բան տալիս ամեն։ Դե ինչ որ մի ապրանք առնում եմ հաստատ դե հայ ուզում ասեմ ինքը արդեն այդ ամբողջ այդ ամեն ինչը որ կա ինքը դառնում է դրա մասին ինչի մասին էլ ինքը ուզում է խոսի հիմա ինչի մասին մենք ուզում ենք խոսենք պետք է այդ գիտակցումը լինի որ մենք պետության մաս ենք հիմա եթե մենք ինչ որ ձև կարողանանք այդ ամեն ինչին օգնենք որպեսզի թեկուզ էգոիստական նկարառումներով ամեն մեկի համար առանձին լավ լինի եկեք անենք ինչի՞ չէ ու այդ ընդհանրապես կապ չունի շատ կոպիտ եմ ասում թե որ իշխանությունն է որովհետև այսօր մենք դնենք ասենք չէ այ այս իշխանության հետ չէ իսկ այ այն իշխանության հետ հա ինչ որ մի կետից այդ շատ սխալ կգնա որովհետև մեծ հաշվով դու նախ քեզ չես ռեալիզացնի երկրորդն էլ քեզնից դուրս եկող այդ անվերջ քանակի ուղղակի եկեք անենք այն ձևով որ արվում է ոչ թե ուղղակի դուք ասեք այ եկեք հանդիպենք խոսենք խնդիրներից հանդիպենք հետո ձեր մարդու որ պետքա գրեր այդ խնդիրները քնի դե տենց որ նայում ես որ իշխանությունն է ուզում ալնի քո համար այդ ուղղակի ձեռառնոցի է էլի դե Այս ընթացքում ինչքան մարդ Ռամբալի տարբեր իվենտներին մասնակցել։ Անցած տարի Ռամբալի բոլոր իվենտներին տարվա ընթացքում եկել է ավելի շատ մարդ, քան համարյա բոլոր թանգարանները Հայաստանում։ Բացի Գաֆեսչյանից, ազգային պատկերասրահից ու Փարաջանովից, ու կամ պատմության ազգային մի հատ շենք է, էլի ազգային պատկերասրահ, գադ այդ բացի այդ շենքից, Գաֆեսչյանից ու Փարաջանովից, ու Փարաջանովն էլ հարցական։ Մնացած բոլորից ավելի շատ մարդ է եկել, ահռելի քանակի մարդ է եկել։ Քանի հատ իվենտ է կար։ Չեմ հաշվել։ Բայց ընդհանուր գումարային 70-80 հազար հոգի է եկել մի տարվա ընթացքում ամեն ինչին։ Դե 15-20 բան միշտ բաց է, չէ՞։ Մեծամասնությունը հա, այսինքն նույնիսկ են դրանք, որոնք որ գումարով են, այդ գումարը մենք վերցնում ենք, որպեսզի կարողանանք մնացած բաց իվենտներ անել։ Հա։ Ու դա էլ է այդ խոսակցությունը, որ այսօրվա դրությամբ դες օրինակ նույն թանգարանները ինչի ամեր մոտ ավելի շատ մարդ գալի, քան ուրիշ տեղեր, որովհետև շատ ժամանակ այն ինչ որ մենք անում ենք, ինքը 7-ից հետո է։ Արինայինք թանգարաններին այսօրվա, հա, 7-ից հետո փակեն մեծ մասը։ 5-6-ին է փակվում բոլոր թանգարանները, այդ նշանակում է, որ եթե դու աշխատող ես, առօրյայում դու երբեք չես կարող գնաս թանգարան,
շաբաթ կիրակել մեծ հաշվով չես ուզի գնալ թանգարան, Բայց թանգարան չկա որ 7-ից հետո աշխատում։ Ոչ մեկ։ Կարող է ինչ-որ թանգարանների գիշերները լինեն կամ բան, բայց սովորաբար չեմ։ Համենայնդեպս ոչ մի պետական թանգարան չկա, որ տենց մեծ թանգարաններ Մատենադարանի 5-ից կես ապակվում, 6-ին պետք է որ փակվում ազգային պատկերասրահ, ու քանի որ շատ թանգարանները այդ համակարգի մաս են, իրանք էլ փակվում են այդ ժամերին։ Դե սկսենք այդտեղից էլի խոսակցություն։ Իսկ կարող ասենք այլ այդ թանգարանները ուրիշ ֆորմա ունեն, ու այդքանից հետո հələ իրանք վճարովի են։ Գոնե հենց աներ, որ ինքը անվճարելներ սկզբի համար, հա, իսկ հետո իր հերթին կարելի է 1000 ձևի լուծում գտնել դրան։ Ինչ բյուջե պետք է ունենա թանգարանը, որ դրան բաճանեն։ Թանգարանները կամ բանկերի նման անեն, եթե տենց 6-ից հետո ես ուզում գնա մոլի թանգարան կամ աերոպորտի։ Տենց մի բան, աերոպորտի թանգարան, մոլի թանգարան։ Հա, այսինքն այդպես հիմա մենք խոսում ենք, ծիծաղում ես մտածելով, որ այդ ինչ որ տենց ուղակի հումոր է, բայց կարող է այդ մտքից գալիս է մի հատ լրիվ ուրիշ միտք, որտեղից գալիս է ուրիշ միտք, այդ ընդամենը մտքերից երկուսով ընդամենը հավաքվել ենք ու խոսում ենք ուղակի սենց օթից տարբեր թեմաներից, հա, կամ այս թեմաներից, բայց եթե այս խոսակցությունները լինեն, օրինակ եթե մոլում մի հատ տենց կտորներ, որ անընդհատ տարբեր, չգիտեմ, նոր հայ արտիստների ցույց տան, ինչքան տրաֆիկ կլներ այդտեղ, որ այդ մարդիկ կարային ավելի շատ։ Այդ իր հերթին իր հարցը կլուծեր, հետո ուրիշ բան էլ կա պատկերացու օրեր լիներ, որտեղ որ թանգարանը բացվեր ուշ, բայց մնար երկար։ Հա, լուծումներ գտնվեր, նորից այդտեղ խնդիրը առաջնային մեկը այդ թանգարանի կամ այդ արվեստի մեջ չի, այստեղ ուղղակի մարդկանց նոր զբաղմունքներ տարելու մեջ է, որտեղ որ թանգարանը դրանցից մեկն է ընդամենը։ Հա։ Ինչ են մարդիկ գնում ավելի շատ համերգների ու թատրոնների, որտեղ այդ ամենը 7-ից հետո է։ Շատ է տարածվեց, օրինակ նույն բանը, այդ արշավներ գնալը աննորմալ քանակությամբ աճ է։ Աճել է, բայց մեկը մնացել է այդ նույն ենթամշակույթի մեջ։ Աճել է իր սահմաններում։ Նույնքան աճել է, ինչքան մենք ենք աճել։ Այսինքն 10 տարի առաջ մեր առաջի հավաքը, որը որ sense ասած կար, մենք մեր sense ընկերներին զանգելով, հրավիրելով բան արել էինք, եկել էր 30 հոգի։ Այսօր եթե այդ նույն line-up-ը դնենք ու ուղակի մարդկանց ասեք եկեք, կգան հազարները։ Հիմա մեկի համար այդ ինչ որ հաջողություն է։ Լուրջ աճ է իրական։ Ահա, այդ մեծ աճ է, բայց պատկերացրու ոնց որ Ռամբալից լիներ 10 հատ։ Չէ, կլներ որ ոնց որ միաժամանակ բոլորի մոտ է գնացել 30 հոգի ու միաժամանակ հիմա կգնա, ասենք հազարներ։ Ու դու միաժամանակ կունենաս ոնց որ ընդհանուր գիտակցություն, որտեղ ոչ թե սահմանափակվում է 1000-ով, այլ 10000-ով։ Բայց ես չեմ հավատում, որ Ռամբալից կլինի 10 հատ ու 10000 հոգի կգնա։ Ես այս ֆորմայում կարող է 1000 էր, հիմա կդառնա 1500։ Ընդունում եմ։ Այս ֆորմայով ես չեմ հավատում։ Այս ձևով որ մենք ապրում ենք, չեմ հավատում։ Բայց այդտեղ այմ ասածը այդ է, որ ոնց որ մի կողմից մենք այս ամեն ինչը անելով երբեք չենք ուղղել մեր խոսքը կամ մեր բողոքը կամ ինչ որ բանը իշխանությանը կամ պետությանը։ Մենք շարունակել ենք գլուխներս կախ այս 10 տարին անընդհատ անել, հավաքել լուծումներ գտնել մարդկանց հավաքելու լուծումներ գտնել այդ ամեն ինչը հաջողելու, հա, բայց առավել եւս պետությունը տեսնելով այդ ամեն ինչը ինքը պետք է ոչ միայն մեզ, այլ շատերին հոմենակ մենք չենք տարբեր լրիվ խմբավորումներ կան, որոնք լրիվ տարբեր քանակի մարդիկ են հավաքում լրիվ տարբեր տեղերից։ Հավաքել ասեր մենք էլ ենք ուզում։ Մենք էլ ենք ուզում այս փորձը, որ կա, կիսվեք մեր հետ լավ գոնե սկզբի համար։ Բայց կիսվեք, որովհետեւ մենք ունենք sense խնդիրներ, ուզում ենք հասկանանք այս ոնց կարելի է լուծել։ Ստեղ այդ կարևոր է որ պետությունը ինչ որ բաներ ընդունի, ոչ թե ուղղակի ապրի այն դոմինանտությամբ, որ ինքը ամենալավը գիտի ու ամեն ինչ իր ձեռի տակ է, էլի հարց չկա, ամեն ինչ իր ձեռի տակ է, ում ուզի, երբ ուզի, կփակի, կբացի, կքննադատի, հետ կքննադատի, պետական ալիքներ է իրան ձեռի տակ, ամենամեծ քանակի մարդիկ են իրանց նայում, այսինքն այդ ամեն ինչը, հա, բայց առավել եւս եթե դու ինչ որ ձևի դոմինանտ ես, քո դոմինանտությունը օգտագործում ես ճնշելու համար, թե քո դոմինանտությունը օգտագործում ես ավելի լավը դառնալու, ավելի դոմինանտ դառնալու համար։ Չկա այդ գիտակցությունները նրա, որ դու ինչ որ լավ բան ես, առաջինը քեզ են ասել։ Հիմա անընդհատ ես հետ եմ գալու այդ հրապարակի օրինակին։ Եթե պետությունը հավաքի, գտնի այդ լուծումները, անի այդտեղը եւ այլն, բոլոր բենեֆիտները անկախ նայած թե հետով կանի գնալու է պետությանը։ Հա։ Մենակ ու տենց։ Հիմա ինչի չի արվում, այդտեղ իմ հարցն է։ Ինչի արվում առավել եւս եթե այս խոսակցությունները կան։ Կոնկրետ օրինակով ես հատուկ ասում եմ այսօր գալով ստեղ մի օրինակ գոնե ընտրել էի, որ ոնց որ չլինի, որ ես ընդհանուր խոսում ենք անընդհատ հանրային տարածքներից։ Հա։ Ինչքան էլ այդ ամեն ինչը ոնց որ անդադ զարգանում է, բայց մի մասնավոր կամ մի քանի մասնավոր այդ չեն կարող զարգացնել։ Հետո լիքը մարդիկ կան, որոնք որ այդ հնարավորությունը չունեն ինչ որ բան անելու, բայց մարդիկ կան, որոնք որ շատ լավ միտք ունեն։ Շատ པարզ օրինակ բերեմ քեզ։ Մենք 2 տարի անում ենք Բուկուբորան գրատոնը, որ գրքի մասին է շատ լավ, որ շատ լավ անցավ, հեսա այդ նաև այդ պատճառով։
Այն ինչ որ պիտի պատմեմ, որ գրքի մասին է, գիրականության մասին է, խոսքի մասին է, խոսքով այն ամենի գրատոն բառը ինքը իրան։ Ու մի շատ տարօրինակ հետաքրքիր պահ եղավ, որտեղ որ առանձին մի հատ մի ժամը, մի դահլիճի կոչվում էր պոետիկ փոթորիկ, որտեղ որ պոետները կարդում էին իրենց գրածները։ Ու շատ լավ անցավ մարդիկ, ես նույնիսկ ինքս չէի սպասում, որ ամբողջ դահլիճը լցված կլսի պոեզիայի համար, այդ ոնց որ անսպասելի էր, քանի որ այդ իմ ոլորտը չէր, ես դրանով չէի զբաղվել։ Բայց ինչ շատ դուր եկա, որ հետո մեր երեխեքին այդ մի քանի հոգի ովքեր որ կարդում են իրենց գրածները, ասել են մենք ուզում ենք հավաքվենք, խոսենք, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ դուք այս ոլորտի չեք ու ինչ որ բաներ եք անում, որը որ այս ոլորտը երբեք չի կապի իրար։ Այսինքն բաներ եք անում, որ լավ է կազմակերպչական կարող է առումով կամ ոնց որ ձեր փորձի առումով, բայց դուք ոնց որ ոլորտը չեք պատկերացնում, տեղյակ չեք։ Ուղղակի գիտեք, ասենք այս մարդն է, այն մարդն է, թեկուզ բոլորին գիտեք։ Բայց դուք այդ ոլորտի չեք, ու այդ խոսակցությունը վերջացավ նրանով, որ հենց այսօր այդ էի գրում, որ սպասում եմ եղանակները լավանա, որ ուղղակի Ռամբալում բոլորով հավաքվենք, խոսենք պոետների հետ։ Բոլոր այն մարդկանց, ովքեր որ առասարակ այդ մի սլոտն էին արել։ Հա։ Այնտեղ որտեղ համկային մարդիկ, ովքեր իրենց գրածն էին կարդում, բայց համկային մարդիկ, ովքեր այդ սլոտն էին կազմակերպել։ Կամ լրիվ նույն էլի այդ նույն թեմայից մենք արել էինք պաստառը, որից շատ գոհ էինք ու բոլորին շատ դուր էր գալի եւ այլն, պաստառը, պաստառը։ Հա, հենց այդ գրատոնի պաստառը։ Իսկ թվաց ինչ որ event համանուն պաստառ։ Չէ, մենք արել ենք ոնց որ պաստառ անելուց, ոնց որ ամեն ինչը լավ էր, հա, ինքը շատ հետաքրքիր էր, շատ ոնց որ էսթետիկ սիրո էր, եւ ամեն ինչը մեզ դուր էր գալի։ Բայց մարդիկ մի տարի հետո նոր բան այդ կետին հասան, որ ուղղակի ինձ ասեն, գիտես, որ հա, շատ լավ պաստառ է, բայց ընթեռնելի չի։ Օրինակ ես չեմ կարողանում արագ հասկանամ, թե ինքը երբ է տեղի ունենալու, ոնց է տեղի ունենալու։ Հիմա այդտեղ երկու ճանապարհ կա, կամ ես այդ ընդունում եմ որպես մարդու կարծիք, ով որ ավելի վատ է ինձնից հասկանում, ենթադրենք վիզուալը, հա, ու ուղղակի լսում անցնում եմ, կամ ես ոնց որ այդ թեման սկսում եմ զարգացնել ու սկսում եմ հարցնել շատերին, իսկ ինչ է կարծում, օրինակ այս թեման իր բանա, թեմա է թե չէ։ Հիմա որպեսզի ես այդ իմ ասածը իրագործեմ, շատերը ասեն, որ դժվար է։ Դրան հələ չեմ հասել։ Դա շատ վերջերս տեղի ունեցավ, բայց երկուսն էլ ոնց որ ինչ որ մի հատ խոսակցություն է, որը շատ նման է իմ ասածին արդեն այդ ընդհանուր բանի հետ կապված, այդ պետության ու մասնավորի հարաբերությունների հետ կապված։ Հիմա ամեն դեպքում, երկու դեպքում էլ ես ոնց որ մի դեպքում շարունակում ենք հանդիպել խոսել, մյուս դեպքում սկսել եմ ուղղակի մարդկանց հարց ու փորձ անել, հասկանալ, որ մյուս տարի ոնց որ այդ հարցներ փորձենք լուծենք։ Որովհետև մեծ հաշվով ինչն է հետաքրքիր, իր ասածը, չէ, ինչքան իր կամ իր շրջապատի մասին է, հա, որ օրինակ ինչ որ մեկին այդ ուղարկել է պաստառը, այն էլ ասել է, բայց երբ չեմ հասկանում այս պաստառից, այնքան էլ իմ մասին է, որովհետև եթե ես օրինակ ինքը ինձ ասում է, ես հարցնում եմ ու մարդիկ ասում են, հա, ես փոխում եմ պաստառի ձևը մյուս տարի, ու ավելի շատ մարդ է գալի, որովհետև շատ ավելի ընկալելի է դառնում, թե երբ է տեղի ունենում ես ու ես ինչ է, օրինակ, հա, որովհետև մենք այդտեղ այդ քո ասածն է, մենք փագենք մեր ամեն մեկը բաբլներում, որտեղ ինչ որ բան ենք անում, իրար քննարկում ենք ու շնորհակալություն ստեցություն։ Ցույց ենք տալի, ուրախանում ենք։ Հա, իրար ասում ենք, ցույց ենք տալի, ուրախանում ենք, ասում ենք, հա, շատ լավ է ստացվել ու լավ է, հարցը չի լավ է թե չէ, բայց մենք չենք լսում կողքինի կարծիքները։ Հա, բայց մարդիկ են անում ու չեն կարողանում կարդալ։ Ու դրանով թեման փակվում է ու շատ ժամանակ, եթե իրանք չասեն, մենք կմտածենք, որ մենք շարունակում ենք լավ անել, ու ուստեղ լավը ինքը բառը ընդհանրապես, որը իր մեջ 1000 ձևի վատ ու լավ բաներ է, բառը ինքը ոնց է, հա, 1000 ձևի շերտեր ունի։ Մենք այդ չենք նայում։ Ու ոնց որ, հա, ես ուզում եմ, որ գոնե մեր մեջ ու որը որ դանդաղ գնա դրան, այդ հարաբերությունները կան, որ մենք կարողանանք իրար անդադ ասել։ Լսել, շատ ժամանակ ոնց որ ասել ու իմանալ, որ դրան պատասխանել է գալու։ Դե լսել շատ դժվար է, անիրական։ Լսելն էլ է դժվար, այդ նաև թեկուզ իմ անունից հենց կարող եմ ասել, բայց նաև շարունակությունն էլ է դժվար։ Օրինակ ասենք կարող է մեկը մտածում է, որ այս ինչ բանը լավ չի, ենթադրենք, հա, գալի քեզ ասում է, ու ինքը մտածում է, որ ինքը այնքան է մտածել, որ եթե դու ասես, որ եթե ինքը ասի, դու պետք է համաձայնվես։ Բայց երբ որ դու այդքանից տոլ մի հատ չես համաձայնվում, դա դառնում է արդեն թեմա։ Այդ դառնում է թեմա, որովհետև ես մտածել եմ քո մասին, եկել եմ ասել եմ, ու դու հերիք չի չես ընդունում, հələ էլ մի հատ, իսկ ոչ մեկ մյուս քայլը չի նստում մտածում, իսկ ոնց մենք իրար մեջ խոսենք։ Նայ մենք խոսում ենք վերջի այս ամեն ինչ այս թեմաները որ կա, մենք խոսում ենք մարդկային հարաբերությունների մասին։ Ուղղակի ու վերջ։ Այդտեղ սոցիումներ, չէ՞, մեծ հաշվով ուղղակի մարդկային հարաբերությունների վրա կառուցված ինչ որ մի բան է։ Մենք խոսում ենք բարձ մարդկային հարաբերությունների մասին։
որտեղ որ ամեն ինչը իր տեղը կունենա ու ամեն ինչը իր ձևը կունենա։ Տես օրինակ ավելի པարզ օրինակ բերելով տարբեր ընկերությունների աշխատողները, որ ընկերությունը վատ է իրան պահում, երբ որ իրանք այդ հարցը բարձրացնում են, արդեն այնքան իտակցություն կա, որ ոնց որ այդ ընկերությունը փորձում է ինչ-որ մի բան փոխի, այլ ոչ թե ուղղակի կոծքի այդ հարցը գնա։ Բայց մեկը շատ ժամանակ լրիվ ուրիշ օրինակներ են ներում, որ թեկուզ չգիտեմ դպրոցում ինչ-որ բան է տեղի ունենում, ու փոխանակ դպրոցի այդ հարցը լուծի, ինքը փորձում է դպրոցի ներսում այդ հարցը փակի, որպեսզի հանկարծ դպրոցից այդ դուրս չգա, որ այդ չազդի, չգիտեմ, տեղի ունեցողին, ով որ այդ ում պատճառով որ տեղի ունեցել դպրոցին, երեխեքին եւ այլն։ Այսինքն մենք դեռ այդ քննադատության իրար հանդեպ խոսելու ձևը չունենք, որտեվ նորից ես մտածեմ, գամ ասեմ, այս ինչ բանը վատ է, դու էլ ասես չգիտես, վատ չի, որտեվ սենց Եթե նույնիսկ ես մտածում եմ, որ վատ է, ես էլ չեմ շարունակի այդ խոսակցությունը։ Ոչ թե ես կշարունակեմ, բայց շատերը էլ չեն շարունակի այդ խոսակցությունը։ Չեն տանի մինչև վերջ, որովհետև այդտեղ էլ գալիս է այդ ժամանակի խոսակցությունը, որտեղ մենք անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում առանց հասկանալու ուր։ Ու այդ բաները դետոքսները, ասենց ասած, on-line-ից դրանք դեռ շատ արհեստական են իրան ձևով։ Հա։ Այդ էլ անկախ ամեն ինչից։ Ավելի շատ on-line-ում ցույց տալու համար։ Հա, շատ ժամանակ ուղղակի այդ ամեն ինչը խոսալու համար է, այլ ոչ թե բան։ Ու ինձ օրինակ շատ դուր են գալի, մեր մոտ դեռ այդ ինձ թվում է անհնար կլինի, բայց շատ դուր են գալի արդեն այն իրադարձություններն ու միջոցառումները աշխարհում, որտեղ որ հեռախոսները մարդը հանձնում է։ Հա։ Ինքը թվում է թե արհեստական է, բայց արդեն գոնե այդ 2-3 ժամը կամ 7 ժամը, որ դու անցկացնում ես ներսում, գոնե այդ 7 ժամը դու չէիր որոշել, որ դու պետք է դետոքսնես, այլ ոնց որ այդ պայմանով ես դու մտել այդտեղ։ Միջավայրում չի կարելի հեռախոս օգտագործել։ Հա, որովհետև այդ շատ նորմալ է իր ձևով, որտեղ մենք ապրել ենք մի ժամանակ, որտեղ որ այդ հեռախոսը sense տնեն չկար։ Այդ 2000-ականների սկզբի 90-ականների վերջի այդ ռոք համերգները, որ նայում ես, չգիտեմ, Limp Bizkit-ի, Korn-ի համերգները, Prodigy համերգες վերջերս էլի կարելի ուղարկել Prodigy համերգը, որտեղ 200,000 հոգի ծփում է ուղակի, առանց հեռախոսի ծփում է ուղակի ու այդ vibe-ը որ կա, հա։ Դրա համար էլ ոնց որ այդ 90-ականների երաժշտությունը իր ձևով ոնց որ ամենավերջի էտապը մնաց լավ երաժշտության, որտեղ որ ստեղծում է 90-ականների խմբերը ավելի շատ Thompson ծախում համերգների, քան top pop արտիստները։ Տենց է։ Այսօր ռոքը էլի ավելի շատ Thompson ծախում։ Ոչ մի բան նոր չի ստեղծվում դեռ։ Մենք հələ վերաիմաստավորում ենք լիքը այս ընդհանուր աշխարհում անընդհատ էլ ոչ մի նոր բան չի ստեղծվում, բայց այսօրվա դրությամբ ինչ երաժշտություններ եք լսել, ասենց հարց կարելի է տալ, ինչեր կա, այսինքն կարող է ինչ-որ մի երկու հատ տենց բան underground մի երկու հոգու բացահայտել լսել եք, բայց այլ մասշտաբային բաներ չկա, այսինքն մենք ապրել ենք մի ժամանակ, որտեղ որ սկզբում ոնց որ Prodigy-ն է ինչ-որ ալբոմներ նոր թողարկել, հետո Prodigy-ն քիչ էր մեկ էլ հանկարծակի, չգիտեմ, դեռ Eminem-ն ու Tupac-ն ու այսինքն Prodigy-ն ու Tupac-ն են ինչ-որ բան արել, հետո մեկ էլ դրանք քիչ էր հայտնվել է Eminem-ը, որ այսինքն sense անverջ կարելի է թվարկել այդ դրա ես այդ 90-ականների չարտերը շատ եմ սիրում նայեմ, որովհետև sense միաժամանակ Nirvana-ն, Metallica-ն, Prodigy-ն, չգիտեմ ով, բոլորը մի ցանկի մեջ են ու հələ այդքանից հետո քննարկում են օրինակ Britney Spears-ը լավ է թե չէ։ Բայց Britney Spears-ի տոքսիկի բանը առհասարակ երաժշտությունը որ գրվել է, ինձ թվում է այդ որակի երաժշտություն որ հիմա գրվեր ուղղակի կգմփար, բայց էլ չկա, այսինքն այ հենց այդ է դրա համար է on-line-ը այդքան գերագնահատված է, որովհետև թվում է դու ամեն ինչ ունես, բայց այդ ամեն ինչը այդ բանն է, չէ՞, այդ առնետների վրա տարբեր ժամանակներ փորձարկումներ է, չէ՞ եղել, ու դրանցից 4-ը համարվում են կուլտովի, որովհետև իրանք շատ լավ ցույց են տալի, թե սոցիումը ոնց է աշխատում, այսինքն թե ինչքան մենք կենթանի ենք դեռ մեր էությամբ ու ինչքան դրանցից մեկը հենց այդ է, որ ոնց որ հենց ամենասկզբից ամենալավ պայմաններն է առաջարկվում առնետներին, այդ փորձերից մեկը ամենալավ պայմաններն է, ամենալավ տեղում անverջ ուտելիքով ոչ մի բանի կարիք իրանք չունեն, ու մեկը այդ ամեն ինչը վերջանալով բոլորը մահանում են։ Այսինքն սկսում են չբազմանալ ընդդեմ նույնիսկ այդ մասը կա որտեղ որ տղամարդիկ սկսում են իրար հետ հավաքվել, այդ բանն է, չէ՞, տարբեր այդ Jimmy ու մնացած բոլորի խոսակցություններն է, շատ ուտել, հետո այդ ուտելիքն էլ է դառնում շատ բան, ինչ որ համակարգել չի ստեղծվում որպես այնպեսին ու վերջում ուղղակի բոլորը մահանում են ու վերջանում է դրանով։ Շատ տխուր փորձ է իր ձևով, բայց այդ առատությունը այսօրվա բերում է նաև դրան։ Այսինքն մենք դեռ չենք սովորել այդ ինտերնետը իր ձևով օգտագործել ու չենք սովորի մեծ հաշվով, որտեղ ինքը այնքան արագ կգնա, որ այդ ինֆորմացիան որ կա, այսօր ընդամենը մի հատ པարզ բան է իմ անգալի ու ինձ բռնեցի նրա վրա, որ ուղղակի հասել եմ չգիտեմ ուր, որովհետև միտեղից մյուսն եմ գնացել, միտեղից մյուսն եմ գնացել, այդ լավ խաղ է միջելոց, ասենց կարամ պատմեմ, որ
Մարդիկ ովքեր լսում են մեկ-մեկ խոսելով իրար հետ զբաղվելուց, իրար հետ հանրային տարածքում շփվելուց, շփվեն նաև տենց գոնե հեռախոսը, գոնե տենց օգտագործեն։ Մի հատ զամբյուղի մեջ հավաքվում է անverջ քանակի բառեր իրար հետ ընդհանրապես կապ չունեցող։ Քանի հոգևոր են, ամեն մեկը քաշվում է ոնց որ առաջի բառը, ոնց որ քանի հոգևոր են, քաշվում է առաջի բառը ու վերջի բառը։ Միտքը այն է, որ ընդհանրենք առաջի բառը եղել է միկրոֆոն, վերջի բառը եղել է չգիտեմ, ջակոնդան։ Միտքը այն է, որ դու մտնում ես Վիկիպեդիա, գրում ես միկրոֆոն, մտնում ես Վիկիպեդիայի միկրոֆոնի էջը ու մենակ ակտիվ հղումներով պետք է հասնես ջակոնդային։ Հա, բայց կարաս արագ հասնես։ Դե միտը մեկը կարա, մեկը չէ, ու էդ էլ դա խաղն է, հիմա նույն խաղն է, խաղերի թեման որն է, մեկը լավ է խաղում, մեկը վատ է խաղում, հիմա դու կարաս, թվում է թե կարաս, նախ սկսենք դրանից, որ նաև պիտի լավ լինի պայմանավորվես որ լեզվով, որովհետև անգլերենով պարզա ավելի արագ անգլերենով հեշտ է, հայերենով շատ դժվար կլինի։ Հա, բայց անգլերենը շատ լավն է, նույն գիտելիքները զարգանում, նոր բառեր ես իմանում, նոր տեղեր ես իմանում եւ այլն, այսինքն գոնե տենց օգտագործենք ինտերնետը։ Բայց այդ թույն խաղ է։ Լավ կապեր կարողանում շատ թույն խաղ է, ու բրիտոմ կապ չունի, ում հետ ես, ոնց ես, քանի հոգով ես, ինքը միշտ իդեալական աշխատում է։ Իհարկե շատ տարօրինակ խաղ է, որովհետև sense բոլորը sense գրում են, մեկ էլ այդ բառերը քաշում են ու բոլորը sense մտնում են հեռախոսի մեջ, սկսում են միաժամանակ կտաստել, բայց ինքը սովորաբար sense մի րոպեից հետո վերջանում է, հետո բոլորը սկսում են ծիծաղալ, թե ով ոնց էր ման գալիս այդ կապերը այդ կապը ոնց էր ման գալի։ Ու այդ կապերը մարդու մասին կա շատ բան ասի։ Հա, իհարկե իր գիտելիքների, իր առհասարակ ընկալման ոնց է պատկերացնում, օրինակ մի անգամ որ խաղում ենք, տղեկից մեկը ձև էր գտել, որ մի անգամից գնում էր շատ հեռու շրջան, որտեղ որ ոնց որ դրանից շատ արագ գալիս էր հասնում էր այսօրվա ցիվիլիզացիային, որից որ գալի գտնում էր, չեմ ինչ-որ փայտ ու ինչ-որ բաներ, փայտ ու ինչ-որ Ֆորմուլա 1-ի վարորդ էր, թե ինչ էր, ինչ-որ sense թեմա էր։ Համիլտոն։ Հա, ենթադրենք, ու ոնց էր դրանից հասնում, ոնց էր փայտը փորում հասնում, շատ լավ խաղ է։ Ինքան լավ խաղ, որ գոնե ինտերնետը տենց կարողանանք բան իշամեզ օգտագործենք, բայց հակառակ դեպքերում մենք անverջ ունենք ու այդ ամեն ինչը բերում է լճացման։ Այսօր մենք ապրում ենք այդ շրջանում ու դրա համար էլ sense խոսակցությունները լուծումների այդ շատ տրամաբանական է, որովհետև մենք հիմա նոր լուծումներ ենք ման գալի։ Բայց այդ նոր լուծումները շատ մարդիկ են հիմա փնտրելուկների մեջ, որովհետև այսօրվա իրավիճակը շատերին սկսել է չբավարարել։ Ահա, բա դրա համար էլ իմ ասածը հետա, որ եթե դու ես ման գալի նոր լուծումներ, ես էլ, եթե մենք նստենք խոսենք լուծումներից, ինչ որ մի կետի վրա մեր լուծումները կհամընկնեն, ինչ որ մի կետի վրա չէ, ու մենք սկսենք այդ չհամընկած մասերը, որ կա, վերցնել ու հասկանալ ումնա լավը, ումնա վատը, ումնա տեղին, որ ավելացնել այդ ընդհանուր լուծումներին, ումը չէ, հետո կվերենք երրորդ մարդուն, ով որ կխոսի դրա մասին, ու կհասկանանք, որ իրականում խնդիրները, որոնք որ կան, որոնց համար էլ մենք մտածում ենք այդ լուծումները, մեծ հաշվով նույնն են, թե խնդիրները, թե լուծումները։ Ուղղակի ոնց որ մենք պետք է կարողանանք ինչ որ մի ամփոփ բան գտնենք, տեքստ, ասենց ասած, կամ ամփոփ ինչ որ մի հատ կոնտեքստ գտնենք դրա, որ բոլորի խնդիրներին լուծումներին կբավարարի։ Դե կարող է շարունակենք, ոչ թե շարունակենք, փորձենք իրար լսենք, պատկերացնենք, որ տեսլականները ու ճանապարհները, որ մենք ընդհանուր խնդրի համար կարանք լրիվ տարբեր պատկերացնենք, բայց դա էլ հենց սիրուն է, էլի, որտեվ կարանք քննարկենք։ Տենց սիրուն է, այո, ընդունում եմ, որ այ հենց տենց սիրուն է, որովհետև դու նստում ես ու մարդու հետ շփվում ես։ Հա, առանց ինչ որ տենց բաների, էլի, բարդույթների ու առանց ցանկությունների ու առանց վերմակսկոկում քաշելու։ Դրա հետո ես մեկա շարունակում եմ այս ոդկասթանը, որ դե հենց այդ է, ես էլ այսքան տարի հետո շարունակում եմ հաճույքով գալ այս ոդկասթին, որովհետև հասկանամ, որ իսկականից ինքը էլ իմ ու քո մասին չի, մենք իրար նույն մեր ընդհանուր ընկեր Կարլենի մոտ կտեսնվենք, կխոսանք շաբաթը մեկ ամեն ինչից տարբեր հնարավոր տեղերում, բայց այդ ոնց որ առիթներ է, sense բաները օգտագործելու, այդ շատ կարևոր է։ Sense բաները շատ կարևոր է, որովհետև հիմա մենք խոսում ենք, կարող ինչ որ մեկը ասի, դե ես էլ եմ ուզում եկեք հասկանանք ոնց, որովհետև հենց Ռամբալ Կոշեն ինքը մի կողմից ոնց որ այդ թանգարանային մասն է, բայց մյուս կողմից ուղղակի շփվելու տեղն է։ Այնքան մարդ է ծանոթացել Ռամբալում։ Այս մասում ասենք, եթե ուզում եք միանալ մեր բանին, միացեք մեր Telegram-յան ալիքին, միացեք մեր Telegram-ան։ Նարեկից սկսենք, մենք չունենք Նարեկի Telegram-յան ալիքին միացեք, չէ՞։ Դե անիմաստ ինտեգրացիա արի, ինչ նորմալ։ Միացեք այս YouTube-յան ալիքին, այդտենց կոնեկտ։ Բաժանորդագրվեք եւ ստեղծեք լայք, եթե ուզում եք այս միացումը ավելի բան տեղ ունենա, բաժանորդագրվեք, ստեղծեք լայք, այո։ Իսկ քեզ ի՞նչն է ոգևորում դրականի վրա։ Ի՞նչն է ոգևորում, բացի իմ ընտանիքից, այ ընդհանրում եմ։ Կարող ընտանիքը լինի։ Ընտանիքը առանց քննարկելու է ոգևորում։ Ի՞նչն է ոգևորում։ Ինձ
ոգևորումա մի բան, որը որ ես նայում եմ ու ասում եմ, որ այդ կուզենայի ես անեի։ Հա։ Ինքը ոգևորումա, ոչ թե ինքը նախանձի տղա, այլ ինքը ոգևորումա ուղղակի, որովհետև ես տենց էլ անում եմ։ Ասեմ ավելի, ես ոնց որ եթե օրինակ այդ ստեղի իրականության մեջ է կամ ոնց որ հնարավորություն եմ այդ մարդուն մոտենում, ասում եմ ուղղակի ջան, այսինքն լավ բանին լավ ասելը, լավ բանին գովալը ու ոնց որ լավ բան տեսնելը ինձ ոգևորում է, այդ նշանակա, որ ոնց որ այդ մենակության ուրիշ ֆորմա է, որ չկա։ Բայց ասա ինչքան անսովոր մարդուն, որ մոտենում ես ու սկսում ես հա, իրան էլ է շատ բան, իրան էլ է շատ։ Մեր դեպքում այդ արդեն կարող է 10 տարվա ընթացքում մի քիչ սովորել ենք, որովհետև որ անդադանում ենք նոր մեկը ասում ես մարդկանց մարդիկ հա, իհարկե, որովհետև ոնց որ նախ բացի նեղվելուց հենց մտածում որ ինչ ոչ թե նեղվում են սենց նա օրինակ բերեմ մի քանի ամիս առաջ մի հատ կասկադում տեղ կա, որ ես տարիներ շարունակ եւ մի 7 տարուց ավել է Չէ՞ինչ 7-10 տարուց ավել այստեղ հաց եմ ուտում։ Ոչ ամեն օր, բայց հաց եմ ուտում։ Սմակը։ Միշտ բոլորս։ Այդ սմակի կնոջ տեսա, տիրոջը պրոստը մոտիկացա, ասի շատ շնորհակալություն, որ ոսքան տարի մեզ սենց կերակրում եք էլի։ Նեստը պարոցը որ մարդուն տենց շուշուտ չեն տենց բաներ ասում, հա, բայց 10 տարուց ավել լիքը մարդիկ գնում միլիոն տարի, բայց հա, միլիոն տարի շատ մարդիկ գնում այնտեղ հաց են ուտում ու տիրոջ տնից խիչ ասես որ չէ առանց քննարկելու տենց բաները պետք է լինի ես ոնց այդ նույն սերիայից բանը գովազդները որ գնում է ուղղակի այս ամբարը որ բացվել է ամբարը ընտիր ուղղակի այդ տղուն տենց հա ճանաչում ենք տենց հերակավ շփվել ենք մի երկու անգամ բայց էլի այն անգամ մտա այդ նոր հաց էի խորացել որը տակ տալիս էին թույն մսով ամեն ինչ իդեալական սենց գրտան կերա ու հենց այդ տղեն դիմացած դուս եկավ ես էլ ոնց ինքը գալիս էր ես էլ գալիս էի սենց դուս գալուց ասի շատ համով ուղղակի շատ ուզեն չարնակեցի գնալ այդ տղեն սենց դա տեսա որ ճպտում է բայց այդ տենց ինչ որ տենց պերիֆերիկ տեսա որ ճպտում է ուղղակի սենց գնացի առաջ բայց հա բա այդ նույն բանն է այդպես էս սենց խոսում ենք այս խոսակցությունները անընդհատ գալու է այդ մարդկային հարաբերությունների ու սոցիումի վարքի ու որակի մասին հիմա այդ մարդուն դու որ այդ ասում ես համոզված ես որ ինքը կգնա ու ասենք եթե դրոպեին ջղային եկել էր խանութ ավելի քիչ ջղային կգնա խանութ ու ավելի քիչ կջղայնանա դրանից ոնց որ այն վրա պիտի ջղայնանար կամ որ իսկն sense կարելի է ենթադրել թե ինչ էր կլինի բայց երբեք բանի երբեք այդ դրանից վատ իմ ընկալելով պիտի չլինի որովհետև եթե լավ է եթե քեզ դուր է գալի դու պիտի ասես որ այդ դուր է գալի ու հակառակը որպիսի տեղ ունենա որովհետև էդ էլ է չէ օրինակ հիմա եթե այդ լավ է դու ասում ես լավ է վաղը մեսօրը նույն մեր վերած օրինակներից մեկը եթե ավելի վատ ուտելիք կլինի դու նույն ձևի կասես որ վատ է բայց այդ մարդը ավելի շատ ավելի հեշտ կընդունի քո ասած վատը որտեղ դու լավն ես ասել հա լավն լավ իսկ դու լավին չես ասել իսկ մենք սովորաբար լավին չենք ասում բայց երբ որ հերթը գալիս է վատին ասում ենք որ վատ է հա հիմա մենք խոսեցինք չգիտեմ կենտրոնի բանից համայնքից լավ է հիմա անկախ ամեն ինչից ով ինչա լավ է եթե ինչ որ մեկը պետք է կանգնի ասի բայց էս ինչ բանը սենց է կամ էս իշխանությունը նենց է հարց չկա ես չեմ ուզում ստեղ համատեմ նույնիսկ ես ուզում եմ որ ուղղակի եթե ինչ որ բան է տեղի ունենում որ լավ է մենք ֆիքսենք որ այդ լավ է ու մենք ասենք որ այդ լավ է մաքսիմալ հանրային ձևով որովհետև մյուս անգամ մենք նաև այդ հնարավորությունը կունենանք ասելու որ վատ է իսկ մենք ոնց որ չունենք այդ հնարավորությունը դրա համար ինքը շատ տրամաբանական է թե ինչի է Եվ որ ինչ որ բան ասում ես վատա մարդը դրանից վիրավորվել, որտեղ որ լավ էր դու իրան ոչ մի բան չասիր դրա հետ։ Ոչ մի վիրավորվել, պաշտպանվում է ինքը արդեն։ Կապ չունի ինքը ճիշտ է, սխալ է։ Օքսած ես նոր մտածի գիտես դու ով պիտի գա մոտակա հյուրերից կամ ոչ ով պիտի լինի հյուրերից Արտյոմը ով որ տնօրինում է, տնօրեններից մեկն է բանի փոքր ֆիլհարմոնիկի։ Էլի այն մարդկանցից է որ լավ է, ուղղակի որ ինքը, չգիտեմ Անկամ չեմ ասա բայց հա գիտես ոնց է ու այդ լավ է այնքանով որ ինքը փաստացի պետական կառույցի բանա մարդ հա կամ նույն անպայման կանչես մարդու ով որ անում է այդ գեղագիտության ու մանկական գեղագիտության կենտրոնը Իգիթյանի Վահանը ով որ չլսեցի գեղագիտության կենտրոնը այդ գիտես որ նա այս բաները կարես իրականում ջնջես զուտ հիշի որտեվ sense կիսատ պրատ են բարերը ասում բայց հաստատ այդ են մարդիկ են որոնք դզում են այնքանով որ իրենք պետական սեգմենտում կարողանում են բաներ փոխեն ու իրանց հետ հեշտ է համագործակցել այսինքն դու գնում ես ծովի մոտ ասես արի ֆիլհարմոնիկում sense բանն ենք ինքը չի ասում
դիմումը գրենք, չգիտեմ, ինչ որ sense բաների այս ամեն ինչը ու նույնն էլ այդ գեղագիտության կենտրոնը բանն է Իգիցյանի այն Սայաթնովա Աբովյան խաչմերուկի։ Այո, ցավն է։ Ինչ թույն է ուղակի, որ այդ ամեն ինչը այդ տենց ռեմոնտ է արվել, դուրս է եկել այդ բոլոր կաֆեներն ու ամեն ինչը դարել է այդ ամեն ինչը մանկական պատկերասրահներ եւ այլն։ Այդ այն Վահանին էլ, այդ բանին էլ Արտյոմին էլ տիկանչես ու խոսես, որ մարդիկ չթվա որ պետությունում բոլորը ապիկար են ու ուղակի տենց մենք է որոշել ենք պետությանը դաս տանք, չէ։ Բայց մյուս կողմից օրինակ եթե հանկարծ նախարարը հավաքի համ մեզ, համ Արտյոմենց անոտ ես դնենք, то այդ դրանից вообще այնպես վախենալու բան կլինի, որ ոչ մեկ չի կարա մոտիկ նույնիսկ պատկերացնի։ Լավ առումով։ Հա, որովհետև այդտեղ ինքը կտեսնի, որ այս մարդը պետական համակարգից է, իսկ մեզ մարդը մասնավոր ու իրանք նույն միտքը ունեն ու իրանք իրար հետ համագործակցել են ու այդ իդեալական է ստացվել։ Բա այդ հենց այդ բառն է ուղղակի իդեալական բառը էլի դրա համար։ Որովհետև այդ ձևով ուրիշ ձև չէր կարողներ։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը, որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք լայվ քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, մաստեր կլասեր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Սպասենք։